Տարանտինոյի առաջի քայլը Հոլիվուդում եղել է ինքը вообще որպես գրող։ Այդ բանը Natural Born Killers կինո։ Ասել ես, չէ։ բան Վուդի Հարելսոնի հետ գժում եմ կինոյի համար։ Ինքը այդ գրել այդ սկրիպտը ծախել է, որ Reservoir Dogs-ը նկարի, հետո Harvey Keitel-ը կարդացել է Reservoir Dogs-ը, ասել ապա ես եմ միլիոն իմ ջեբից եմ տալ։ Իմ մոտ հիմա տենց վիճակ է, որ ես 3 հատ սցենար ծախեցի Գերմանիա, Ֆրանսիա, Դու սցենարել ես գրում։ Ես սցենարիստ եմ։ Ես մի քանի սցենար ծախեցի։ Ու հենց հիմա ես աշխատում եմ համարյա առանց փող, մենակ որովհետև ինձ creative challenge են տալի։ Իմ բան production-ը, շատ փոքր production-ը, փող չկա, բայց նենց challenge են ինձ տալի, որ ես փող կտամ, որ այդ սցենարները գրեմ, այնքան հետաքրքիր են։ Լավ կերպար գրես ինձ հիշ։ Ես գամ կմասնեմ։ Հաստատ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Աղբորպես podcast-ը, այսօրվա մեր հյուրն է рэպեր Էչիլան, Չիլը, Նարեկ Հովսեփյան, Չիլ։ Ճիշտ եմ ասում, Էչիլա թե Չիլ։ Նայեցող։ Նայեցում համար։ Չիլ լավ։ Քո համար Նարեկ։ Շատ ուրախ ենք, որ մեր մոտ ես։ Նարեկը ամենաիսկականն է, էլի, բայց։ Դե, ոնց որ ես մտածում եմ, էլի, Որտեղ Էչիլա։ Նարեկն է Չիլին հորին է։ Շատ տեղեր եմ պրոստը տեսել, որ գրած է Էչիլա ու համ էլ ասում են քեզ, համ Էչիլա են ասում, համ Չիլ են ասում, ես տենց էլ այդ բանը չհասկացա, մտածեցի հենց podcast-ի մեջ էլ կհարցնեմ, էլի։ Այդ ոնց էր Աշոտի ու Աշի տարբերությունն է, էլի։ Շատով են էլի պրոստը։ Հարմար է։ Ես միանգամից poker disclaimer անեմ, եթե դուք ուզում եք Նարեկի մասին ավելի մանրամասն իմանալ իր ճանապարհի մասին, շատ խորհուրդ եմ տալի նայեք Rearrange-ը իր հետ, շատ մանրամասն խոսացել են, լուրջ cast-ը, հետաքրքիր podcast-ն։ Ես կուզենայի, որ շարունակեինք խոսակցությունը, էլ չգնանք նորից ոնց էր սկսվում ամեն ինչ, որտեղ արդեն ազգական պատմել։ Շատ ողջունելի է, որ podcast-ում ուրիշ podcast-ի իրար։ Իհարկե, ես մեծ հաջողով նայում եմ։ Շատ կարևոր է, որտեվ տենց է աճելու ինչ որ կուլտուրա, ինչ որ միտեղ։ Մենք չենք այդ ընդեի կոնկուրենցիան ինքը իսկական չի։ Նենց չի, որ եթե մեկը մի podcast անայում, էլ ոչ մի podcast չի նայելու։ Հակառակը շատ կայֆ է, որ ընդե մի մասը բացահայտվել է քո որպես հյուր, մենք կարանք ընդեից շարունակենք, արդեն մենք ոնց որ set-up-ը արվել է, շատ լավ է։ Մենք արդեն կարանք սկսենք առաջին էկտը, էլի։ Դեսի բան, մի անգամից կարող է նոր ֆիլմի մասին խոսանք, որ սերիալը շատ մի անգամից սերիալը չէ մենք չենք կարող բայց հիմա որ ասում ենք էլի եմ ասել որ ասում ենք սերիալ մտածում ենք մի անգամից են մեր իմացած սերիալները որը մի քիչ որակ չեն պարունակում տենց բայց այս կինոդարանը այնց սիրուն լավ որակով սկսել է բաներ անել որ ես մենք ունեցանք Ռաֆայել Թադևոսյանն շատ հետել է հետաքրքիր ինչ էր ու մենք ընդ քննարկել ենք որ ես էլ եմ ասում որ իմ վրա մեծ տպավորություն թողեց շախմատիստի առաջի սերիան որտեվ կատարելությունից հեռու է, բայց շատ ճիշտ ուղղությամբ քայլեր են անում, որ դու ես որակը կադրային կարեկցիով ես Ռաֆայելին լացի, որ ես տեսա սցենարական textbook աշխատանք, որը ես դրանից առաջ չէի տեսնում։ Ես տեսնում եմ, որ այն մարդիկ, որոնք էս գրել են, հասկանում են ինչ են իրանք անում, որ պետքա շատ շտապ ներկայացնել ով է հերոսը, ինչ է, ինչ խնդիրներ ունի, ինչն է սերիալի թեման, իրանք սա այդ արեցին։ Ու ինձ այդ դուր է գալի, ես հասկանում եմ, որ այս մարդիկ արդեն փորձում են որակ ստանան բոլոր կողմերից։ Ռաֆայելն է Թադևոսյանն ինքը այդ սախ ոնց որ ինքը ճաշակով մարդը, եթե դու կինո կամ սերիալ ինչ որ ինդուստրիայի մեջ ես այդ production-ով պետք է նայած լինես կինո, պետք է իմանաս կինո, ցանկացած ոլորտում տենց է։ Ես երբ որ նոր ոլորտ եմ մտնում, իմ համար միշտ sense բան ունեմ, գրաֆիկ ունեմ, էլի, ես պետք է իմանամ ինչ է հենց հիմա արվում, ինչն է ամենա ֆրոնտը, էլի, էքսպերիմենտալ բաները, ու պետք է իմանամ պատմությունը, որ հասկանամ ոնց է state տեղ հասել, որտեվ օրինակ երբ որ ես նայում եմ Հայկան TV-ին հումորային առումով, ես ոչ թե հիմա քննադատելու առումով ասում, այլ անում են հին բաներ, բայց իրանք անում խոսքի իրանք կարային կոպիանեն 90-ականների հումորը, բայց այն ինչ որ իրանք են անում, այդ 40-ականների, 50-ականների Ամերիկայի հումորն է։ Դուք էլի կարաք կոպիանեք, բայց կարաք մի քիչ ավելի նորը կոպիանեք, էլի ապա չէ այն ամենահինը։ Ավելավա օրիգինալ ինչ որ բան։ Չէ, օրիգինալ մենք կարանք, ասենք գոյություն չունի օրիգինալ, ինքը միշտ բան։ Ինձ թվում է սերունդը որ գալիս է։ Գալիս սերունդը մեջները այո գտնվեն
Ինձ էլ է տենց թվում, դրանց գասնենք, բայց ինձ շատ հետաքրքիր է նա գիտես որ առումով այս ֆիլմի մասին խոսանք որ նկարում ես, որտեղ դու հիմա բոքս ես պարապում, բայց դու սաղքյան եղել ես արևելյան մարտարվեստի ֆանատ, բայց եկած, ինձ հետաքրքիր է ոնց է քեզ բոքսը։ Ճիշտ ասում է։ Սա ինտերնետը դե փորփրեցինք։ Դե հա ես բանը որտեղ ես եմ բոքս պարապում, ինձ հետաքրքիր է, էլի։ Ես կունգֆու եմ նախընտրում կունգֆու եմ պարապել ստեղ մեծ հիանալի վարպետ ունեմ Արտյուշ Աղանդոյան, որը Ջիտկունդոյի ֆեդերացիայի նախագահն է Հայաստանի, տարբեր մարտարվեստներ գիտի, բայց ես կոնկրետ հենց Wing Chun էի ուզել, ինքը ինձ մեկ-մեկ ասում էր, բայց գիտես ինչ ասում է, բոքսն էլ է շատ կարևոր, որտեղ ասում է մենակ Wing Chun-ը կարողա չհերիքի կամ Դա Բրուս Լի օրինակներ բերում, որ ինքն էր ուսումնասիրում բոքսը, ու նորը բոքսը հայ ինձ թվում է շատ դժվար է։ Լուր։ Հայ ֆիզիկապես դժվար է։ Ինչ առումով, որ բանա պահանջում։ Դե համել ֆիլմի համար պետքա այդ ամեն ինչը արագ չէ, պետքա քիչ երևա որ պրոֆեսիոնալ ես։ Հա, խաբարես էլի ինչ ես անում։ Հա։ Կարճ ժամանակ ունեմ մարզվելու, բայց ոնց որ բայց ստացված մարզվում ես, ինչ-որ օրեր կան, այո։ Շատ հետաքրքիր է, իմ համար բոքսը տենց բան դարավ, ինքը լրիվ կյանքս փոխեց, որովհետև ես սաղ կյանք պարապել եմ, փորձել եմ պարապել ինչ սպորտերով, միշտ չի ստացվել մոտս, փոքր վաղ կարատե եմ գնացել, անդադ իմը չէր, ես ինչ որ պայծ տասի երևի դե սպորտը ընդհանրապես իմը չի։ Այդ նոր ինձ ասացիր նույնը բաս գիտարի մասին։ Հա, ես լիքը բանով կյանքում պես թողը, բայց բան էր, ինչ որ պայնի մոտ խուճապի նոպաներ էին սկսվել, Մոսկվայում ես ընդ աշխատում էի ու ինչ առաջի անգամ որ դրա հետ հանդիպում ես, դա ահավոր զգացմունք է, ու ես գնացի բոքսի, որտեվ therapy is expensive։ Ընդ կողքը զալ կար 2000 ռուբլով պարապացնում են, գնացի մի ամսվա ընթացքում սաղանցավ մոտս, ու ես սիրարվեցի հենց այդ սպորտին, որտեվ ինքը նենց ագրեսիա էր մեջ պարունակում։ Ոնց որ իսկ արևելյան մարտարվեստները հակառակը ինչ որ պահանջում են քեզնից, որ դու չափված լինես, միշտ քո ուժը դու պետքա մի քիչ չափավոր ես, հանգիստ լինես, էլի, իսկ բոքսը թողում է դու քո ագրեսիան հետազոտես։ Հետո սենց ինչ-որ մացի կամ այդ չունի այդ շարժումները, դիստանցիան եւ այլն, ամեն ինչը պետքա շախմատի նման բան է, էլի։ Հա, շատ դակի սպորտաձև է ու կայֆ է, որ դու պարապում ես, որ ներկայացնես չի թվում, որ Հայաստանում այդ շատ տարածված պրակտիկա է, որ ոսկե Ամերիկայում այդ նորմալ բան է, եթե դու ինչ-որ սպորտի մասին բան նկարում մարդը պետքա լրիվ հասկանա ինչ է անում։ Հա, մեջը պետքա լինի։ Հա, բայց Հայաստանում ես հասկանում եմ, որ քանի որ production բաները, բյուջեները շատ փոքր են, ժամանակ չկա։ Դե սա էքսպերիմենտներ է, տեղից է դուրս գալ ինչ որ լավ բան, էլի, մեկը մյուսից որ լավ լինի, մեկից սովորես, որ այստեղ սենց տենց է աճում։ Ստացի բան, ինձ նենց դզեց, որ Ռաֆոյի հետ խոսում ենք, շախմատիստի մասին որ խոսում ենք, ասեց, որ Միկան Ապլենյան ահագին ժամանակ գնացել է շախմատի, խաղացել է, տենց որ կերպարի համար։ Պրինցիպի որ ֆիլմը նայում ես, տենց չի էլի, տենց ես ինչ շատ ցույց են տալիս շախմատ խաղալուց իրան, բայց միտքը որ ինքը գիտի շախմատ խաղալ ու նոր խաղում է ֆիլմի մեջ, այդ կադրերի համար այդ շատ ողջուն էլի է, էլի։ Դե տենց օրինակներ լիք կարամ բերեմ հայտնի։ Էլ եմ խոսացել Դանիել Դեյ-Լուիսի մասին, որ շատ հետաքրքիր կերպար է։ Հա, որ մի ֆիլմի մեջ պետք է շոր կարող ինքը խաղալ, այդ ֆիլմի մեջ իրան շոր կարելուց շատ քիչ են ցույց տալիս, բայց ինքը էլի մի տարի գնացել է, հա, սովորել է, ասել է այդ ասեղները, որ մատերը ծակում է։ Չեմ ուզում այդ գրիմ արածել նի։ Հա, դզեց։ Նույնպես Դենիել Դեյ-Լուիսը, որ դու հասկանաս, ինքը աշխարհի մարդիկ կան, որ կասեն լավագույն դերասանն է, որ ինքը լուբոյ տեղ հայտնվի, այդ ֆիլմը success է առանց կասկածի, բայց ինքը չի ուզում դերասան լինի, ինքը ուզում է կոշիկ սարքի։ Ամենաշատ Օսկարը համոզես ինքը գա քո կինոյով նկարի։ Ու ամենաշատ Օսկարը ինքը ունի պատմության մեջ։ Որպես գլխավոր Շարժվենք առաջ մի քիչ, դու քեզ ոնց է ընդհանրապես դերասանական աշխարհում գտնվել։ Դու ասեն երկրորդ պրոյեկտն է, որ տենց մեծ պրոյեկտում Հայաստանում նկարվում ես։ Հա, երկրորդն է։ Եղել է տենց շատ փոքր անցողիկ դերեր, բայց ես շատ եմ տենց որ ինձ գիտի, արդեն գիտի որ կինոների մեծ սիրահար եմ, շատ եմ հետևում։ Բայց դերասանական դու Չէ, ես դերասանական ընդհանրապես ոչ մի կրթություն չունեմ, բայց Տարանտինոյի խոսքերով ասեմ, մի բան որ շատ է սիրում, իսկականից որ սիրում ես, չես կարող վատ անես էլի։ Դες մի հատ մոմենտ կա։ Ես ասեի որ ցանկացած բեմական փորձը մեծ օգնություն է, որտեվ դու գիտես ոնց անկախ։ Դες թատրոնում խաղացել եմ Ամերիկայում, այդ հա, բայց տենց պատանի 10 հենց թատրոն։
Չէ, թատրոն։ Հա։ Բայց ոնց ստացվեց, որ կարեցար մտնես թատրոն որպես դերասան։ Դերասան չէ որպես նախ այն վաղը պարում էի։ Այն վաղը break dance էի պարում։ Ահա։ Այս առանձին թեմա է, որտեվ դու ոնց որ թե տենց չես ասել ինչ որտեղ որ break dance պարելուս։ Չեմ լսել այսինքն։ Հա, դե իմ մոտ պարից է, իմ մոտ Michael Jackson-ից սաղ սկսեց այդ պարային բաները, հա, այդ վաղ 80 քանի թիվներ, 6-7 թիվներ ստեղ։ Ես 92-ին եմ գնացել։ Ու հետո այդ break dance-ի մասին մի հատ կինո դուրս եկավ, այդ տեսա ու ում սկսեցի այդ break dance-ը դու Ամերիկայում գտա ինչ որ տեղեր, որ արդեն այնտեղ էի, որ այդ կուլտուրան կար, ուղղակի լուրջ էին վերաբերվում, մտա այդ իրանց, բայց արդեն լավ էի պարում այդ վաղը, այդ տարիքի համար էլի։ Այդ աղագին տարիներ անցել չէ արդեն։ Հա։ Բայց էլը կարում ես էլեմենտներ անես։ Պարյոմներ։ Հա, մեկ հայլու մոտ փորձում եմ ասեմ հələ չկորես։ Կայֆա։ Լսի, դերասան հա, չէ, դերասան չեմ, բայց այն որ հագին դերասաններից ահագին բան գիտեմ ֆիլմերի մասին։ Ոսկի դու ոնց ես դեռ դունես չէ ամբիցիաներ դերասանական թե ուղղակի էքսպերիմենտ է, հա։ Խելա քեզ ու գնացել ես։ Հա, տենց։ Հա, այնքան որ էքսպերիմենտի համար որտեղ օրինակ մնացած աշխարհում այդ ոչ մի տարօրինակ բան դրա մեջ չկա, որ հայտնի մարդիկ դառնում են դերասան, դեն գալի շատ օրինակներ կա։ Խոսքի նույնիսկ շատ ստենդափերներ իրանց անհաջող են համարում, եթե իրանք չեն կարողանում ինչ որ կինոյում նկարվեն, տենց օրինակ մի հատ ստենդափ կոմիկ կա Ռիչարդ Ջեյնի, որը լեգենդ էր, ոսկի Ջո Ռոգանի ամենասիրած կոմիկներից էր, բայց ինքը ինքնասպանություն գործեց, որովհետև ինքը համարում էր, որ ինքը անհաջողակ է, որովհետև կինո չեն վերցրել իրան, էլի։ Ոնց որ նորմալ պրակտիկա է։ Համարյա սախ կոմեդի դերասանները Ամերիկայի եկել են ստենդափից Saturday Night Live շատ երկիշ։ Ես այդ արդեն պատմել եմ, բայց Woody Allen-ին 2 տարի չէին թողում ինքը կինո նկարի, միջև ինքը չափազցի, որ կարա ստենդափ կոմիկ լինի, իսկ ինքը ատում էր ստենդափը։ Բայց իրան ստիպում էին ինքը գնա ելույթ ունենա։ Այդ ընդեղի կավեն, չէ՞։ Հա։ Ես արդեն գանք երաժշտության, որտեվ ինձ շատ հետաքրքիր առաջին դերը հիշում ես, որն ա եղել ֆիլմ, որ ֆիլմներ կամ էպիզոդիկ էր միգուցե։ Առաջի դերը երևի եղել է բան Փեսացուն կրկեսից ես ֆելոպ ագենտ էինք խաղում, հա։ Հա, ճիշտ է, հիշեցի։ Հիշեցիր, գործակալներ էինք։ Այդ ա եղել, հետո առաջարկներ եղել ա, որ ես եմ մերժել, որտեվ հետաքրքիր չի եղել, միջև այս սուրբի համար, այս սուրբ երկուսում, հա։ Տեղ ինձ կանչել էին երաժշտություն գրելու համար, вообще դերասանական ոչ մի խոսք չէր եղել։ Հետո ռեժիսորը ինձ նկատեց, ասեց դու դերասան ես, ասեց չէ, երաժշտություն եմ գրելու, ասեց բայց մի հատ կերպար կա Տոշնի դու ես տեմը։ Շատ ավես ավարտած բաներ ունում։ Տենց մի քիչ սկզբից բաներ, անսովոր էր, բայց հետո որ գտնում ես արդեն կերպարը, կոմֆորտ զոնան, որ գտնում ես, հա։ Բայց պերեխոդը տենց նու բան է, սուրբ երկուսի մեջ շատ էր քո, նու միշտ կա իր մեջ է, էլի։ Համարյա, հա։ Դժվար չէր։ Դժվար էր։ Սոմկեքի առումով, հա, բայց այս գլխավոր դերա, այս պետք է ավելի սավալուն լինի, բայց հետաքրքիր է էլի գլխավոր դերին չես կարող դե թաքնվես ուրիշների առաջի պլանին դու ես։ Հա, ինձ շատ հետաքրքիր էր, որ դու ասում ես, որ դու չես ուզում պիտակավորվես որպես ուղարկի рэպեր, որ դու երաժիշտ ես, ու ինձ թվում է, որ օրինակ ասած մի քիչ նախաբան ասեմ, որ ես ինչ որ ժամանակ մտածում եմ, որ ես рэփ չեմ սիրում։ Մի հատ ընկերոջս հետ էի խոսում ու ասում եմ, բայց դու խոսքի Անդերսոն Պաակ ես սիրում, բան սիրում, ասում եմ, բայց ես իրան րեպի համար չեմ սիրում, ինքը երաժիշտ է իմ համար, էլի ոնց որ ինքը ավելի լեն կերպար է իմ համար։ Ես չերպայից նկատեցի, որ չէ, ես լիքը րեպ լսում եմ, ուղղակի ինձ էլ ոնց որ չի դզում րեպը ինքը իրանով ինձ բավական չի։ Ինձ ոնց որ ցած ասեմ, վատ ռոք։ Բայց մի րեպ որ Էտապից ես սկսել րեպ լսել, այսինքն ումից ես սկսել րեպ լսել։ Ես փոքր վաղ լսում էի ռուսական րեպ։ Դեցել կաստ տենց ինչ որ Դեցել ես լսել։ Ինչ կար է լսում։ Մուստավան ինձ ասում էր ես Կաստան աշխարհի ամենալավ խմբերից մեկն է։ Eminem 50 Cent բան, որ սա MTV բան, երաժշտական ալիքները ինչ տալիս են ու նայ, ուրեմն դու սկսել ես 50 Cent Eminem-ից, չէ՞։ Հա։
Is հետ գնացել ես իրանցից։ Շատ քիչ վերջերս գնացել եմ մի քիչ հետազոտել եմ։ Այդ 90-ականների ռեփը այդ շատ կարևոր է։ Իմ համար մեծ բացահայտում էր, որ միջև գենգստեր ռեփը դարձավ դոմինանտ կուլտուրա, միջև այդ ռեփը շատ ավելի բազմազան էր։ Շատ այո, այդ երբ որ համի էլեմենտներ ուներին, շատ հետաքրքիր երևույթ էր, հետո որ արդեն ստուդիաները սկսեցին իրան ոնց որ ես հասկանում եմ ինչի տենց եղավ, որտեվ բոլորի համար հարմար էր այդ սակ կերպարը սև մարդու, այդ կարելի էր մարքետ անել համ սպիտակներին, որտեվ իրանց համար այդ կոմֆորտ է։ Հիմա շատ անհամաց է, հիմա սաղ իրար նման են, սաղ բիտերը շատ նման են իրար, միացած կուլտուրա է փոխվել։ Իմ մոտ մի քիչ ուրիշ 90-ականներից մինչև հիմա։ Ինձ թվում է, որ հիմա շատ հավես բաներ կան։ Օրինակ ես վերջերս նայեցի Deutsche Tiny։ Այ Deutsche-ին, գիտես խի, որտեվ Deutsche-ի ստիլը լրիվ 90-ականների այդ Notorious B.I.G. Nas իր բիտերն էլ է տենց։ Այդ հիմա համարվում էր հին ռեփ, իրան նույնիսկ ասել են, որ բանը այս sound-ով առաջ չես գնա, բայց գրամի շահեց։ Ինքը շատ տպավորեց։ Հետո մի ինքը new school չի, ինքը այդ քասածը չի, sound-ով էլի, beat-ով, իր flow-ով clipping։ Իրանք էքսպերիմենտալ խումբ են։ Ես իրանց համար գժվում, իրանք հետաքրքիր շատ բան են, սահմանափակում են իրանց վրա դրել։ Առաջինն է, իրանք sample-ի մեջ օգտագործում են մենակ ռեալ ձայներ, ոսկի ջարդած շիշ, կիրպիչի զվուկ, ինչ այդպես բաներ օգտագործում։ Երկրորդը իրանց այդ բանը կարդացողը երբեք չի օգտագործում I կամ me։ Հա, այդ էլ է շատ կարևոր։ Ինքը sense հանում է այդ սա, ու տենց անում։ Մի հատ ալբոմ պատկերացնում ես, գրես մի հատ рэպերը, որ շատ self-centered մարդ է, ոչ մի անգամ իր մասին չխոսա։ Այդ տենց դառնում է արդեն մասսայական։ Հա։ Ոչ թե քո տեսանկյունից, այլ քո մասին, այդ շատ կարևոր է։ Շատ նարատիվն է рэպ անում, ինչ ուզում։ Բախիամ դառնում մասսայական ու հետ, որտեղ ինչ որ մի բան է ասվում այդ երկի մեջ, որ ցանկացած զույգ կամ ինչ որ այ երկի ինչ որ մասին է, իրար կարան այդ ասեն ու այդ մենակ իմ որով չլինի, էլ։ Բայց ինձ բանն է, հետաքրքիր է, որ ընդհանրապես ժանրերը իրանք երաժիշտների մտածած բան չեն։ Ոչ մի երաժիշտ չեն նստում մտածել, ես այս sense բան եմ ուզում։ Երաժիշտը երաժիշտ է, ինքը երաժշտություն անում ստեղծի։ Եթե ինքը կարող է լավ երգի, ինքը լավ է երգում, եթե ինքը կարող է լավ beat-ը attack անի, ինքը rapper է։ Բայց այդ սկզբից պետք է քո համար անես։ Հա, դու քո համար ես անում ու մեծ մասով, երբ որ դու սկսում ես քեզ տենց pigeonhole անել ինչ որ տեղ, մենակ ինչ շատ եմ ամերիկական բառեր օգտագործում, պիտակավորել ինչ որ որպես ինչ որ բան, դու քեզ սահմանափակում ես։ Ու այդ եկել է շատ ավելի շատ պրոդյուսերներից, որոնք ուզում էին քեզ ինչ որ ձև ծախեին, որտեվ ժամանակ կար, երբ որ դու գալիս ես ճրբան լսում ես, քեզ պետք է ինչ-որ կատեգորիա, որ հետո կարողանաս մյուս սկավառակը կամ մյուս կասետը ծախես։ Այսօրվա օրով այդ արդեն հարկավոր չի, որտեղ Spotify-ը քեզ ուղղակի ավելի նման բան է տալիս։ Անպայման չի նույն ժանրից նույնիսկ։ Ուղղակի ինքը գիտի, որ այս կարող է այսեր դուրը գա, հա։ Ու իրանք կարան լինեն շատ իրարից հեռու բաներ ժանրային, բայց հա, ճիշտ է։ Խոսքի դու տանում ես ոնց է Mac Miller-ը Tiny Desk-ում Tender Cat-ին կանգնացնում իր հետևը, նենց մի հատ դու հակին բան գիտես։ Շատ է տաքսկիր։ Tender Cat որ դու գիտես ու Հայաստանում ես ապրում։ Տարօրինակ կներ։ Ուրեմն հա, այդ բանա, ինչքան հիմա համադրություններ կան, որ խոսքի դու լսում ես fusion երաժշտություն, դրա տակ ռեփա կարդացում։ Հիմա նենց իմ համար ցայտուն վիճակ է, որ էլ չկա ոչ մի բարիերներ։ Մենք սաղս ընկերներ ենք, էլ ռոքերները, ռեպերները հետ չեն հակնում։ Մենք ընկերներ ենք, մենք իրար մյուզիք ենք։ Երաժշտությունը, հա։ Դրա համար էլ ոնց որ պետք էլ չի դու քեզ պիտակավորես։ Ես երաժիշտ եմ, այդքան բան։ Ու սաղս է երաժիշտ ենք, ու կարևոր չի ով որ ժանրով է անում։ Մենք կարող ենք դրանից սկսենք ու հետո հիմա վաղը մյուսը դու կարող ես ջազ ալբոմ ուզենաս անես։ Ինչի պետքա դու բան քեզ սահմանափակես, ընել որ դու կարաս անես, դու կստացվի, ասեմ իմանաս։ Այդ եմ ասում, դու այդ բեքգրաունդը ունես, հաստատ այդ դեռ գժանոց է։ Ջազից է եկել իմ ամեն ինչը։ Դու ջազի մեծ սիրահար ես, չէ՞։ Այո, շատ։ Իսկ սկզբան է։ Ես երկար եմ խոսում, մի քիչ թողոք ես։ Կոսաս երևի։ Չէ, նորմալ է, հետաքրքիր է։ Հետաքրքիր է, հաճա մյուզիկը կարևոր է լսել հիմա ոնց ասել 50 Cent Eminem այդ էս հիշում քո առաջի рэպի էքսպերիենսը, բայց իրանցից առաջ մեծ շատ եկա էպոխա է եղել։ Իհարկե, որը ձուլել է ու ստեղծել է այդ ամեն ինչը, որը այսօր չկա։ Այն վաղ ամեն մի рэպեր իր կերպար ուներ, իր ստիլը ուներ, իր ոճը ուներ, ով բիտը սարքե, շատ այդ community-ն շատ մեծ էր այդ Ամերիկա, մեզ հենց հայտնվեց հենց այդ էպիկենտրոնում էլի, հենց ճիշտ ժամանակին, բայց արդեն ջազ եւ ֆանկ երաժշտությունները լսած մարսած, հետո ես Dr. Dre Chronic ալբոմը որ լսեցի, այդտեղ շատ էլեմենտներ կա այդ
ջազային այդ աշխարհից, հա, ու այդ ռեպի ինձ էլ շատ միշտ հետաքրքրել է լեզվի ճկունությունը եւ արտահայտվելու միջոց ինչ որ տենց սիրուն լեզվային էլի ինչ որ բառային կապակցություններ բան դրա համար ստենդափել եմ շատ սիրում որտեղ այդտեղ էլ է կարևոր այդ էլեմենտ էլի լսի բանը դու ստենդափից շատ ես խոսում տենց տարբեր տեղեր ասել ես էլի ստենդափի մասին տարբեր բաներ բայց քեզ չենք նկատում բեմի վրա կարող է քեզ փորձես որպես կոմիկ կարա տենց բան տենց շատ ռիսկային բան է որ փորձեմ պետք է սկզբից ստեղ փորձեմ։ Մի 3-4 հոգու մոտ, հետո 10, հետո 20 տես է։ Մենք ստե ամեն 3 շաբթի մի 3-4 հոգով open mic ենք անում, շատ փոքր մասայով, ժամը 8-ին։ Եթե ազատվում ես, մի օր ուղղակի որպես հանդիսատես արի, տես, կարող է դե տեղում անցնել։ Չեմ վախում ռիսկերին դիմելից մանավանդ արվեստի մեջ, որտեվ առանց ռիսկ ինչ արվեստ։ Արվեստը պետք է համարձակ։ Մտքովս անցել է։ Տենց հա մի 5 րոպեանոց է ինչ որ շատ ուրախ կլինենք բոլորս էլ որ գաս մասնակցես իմ համար ուղակի այն որ ոչ թե հիմա էլ տենց շարունակվի բայց ինքը բան է էլի կայֆ փորձ է ինչ որ էլի նման աշխարհ է մոտ ես դրա մասին եմ ուզում տեղել ամեն մեկը իր ձևը ունի ստիլ ունի իր պաուզաներ ունի դանդաղություն ունի արագություն ունի իդեալ աշխարհում հա բայց օրինակ գիտես ոնց ու ես մտածում եմ դու կհամաձայնես որ ռեփում կամ ընդհանրապես շատ նման են այդ երկու ոլորտը իրար ես ասեմ Ջեյ Սայնֆելդը մի հատ լավ բան մի հատ դոկումենտարի ունի կոմեդիան է գոչվում շատ հետաքրքիր կոնցեպտ անդե այդ վաղ Ջերի Սայնֆելդը կակրաս վերջացրել էր Սայնֆելդ սերիալը ինքը հետ էր գալի որպես ստենդափ կոմիկ ու ինքը վերցրել էր միած սկսնակ կոմիկ Օրնի Ադամս որը հիմա կսացի մանրից իլույս է գալի ինքը երկար ժամանակ underground էր իրանք ինքը ցածալի ինչքան նման են իրանք ինչ նման խնդիրների առաջ են գնում, չէ՞ մեկը լեգենդար կոմիկ է, մյուսը սկսնակ, բայց իրանք նույն ձևով են։ Ջո Ռոգենը ունի տենց կոմեդիաներ, որ կանչում է, դրա մասին են խոսում, էլի, որ սաղի սկիզբն ու տառապանքները նույնն է, էլի, այդ ավտոյի մեջ ապրելը, ձերի ստենդափ անելը, հետո $20, հետո մի տեղ նկատում են, հետո բարապես ինչն է անցնում, ինչը չի անցնում, շատ նման է ռեպի, որ երգեր ես գրում դու էլ ես, չէ՞ ըստ լսողների հասկանում այս ինչը անցավ ֆիդբեքը հա քո ֆիդբեքը ուղղակի ավելի մեծ լագ ունի էլի ես խոսքի այսօր կատակ եմ մտածում այսօր ստուգում եմ իսկ դու պետքա թողարկես հա ճիշտ ես ասում հա դա տարբերությունն է բայց ինչ եմ ուզում ասել որ Ջեյ Սայնֆելդը sense բան էր ասում էր քանի տարի դու անցկացնում ես բեմում դու այդքան տարեկան ես հա օյս լավ բան ասել եթե դու խոսքի 3-4 տարի ես ստենդափով զբաղվում դու 3-4 տարեկան երեխա ես քանի հետաքրքիր միտք կարա ասի 3-4 տարեկան երեխա ասում քանի որ մոտ 15 տարեկանում քո անձը սկսում է ձևավորվել ու արդեն քո մոտ առաջին համարձակ մտքերն են հայտնվում դրա համար մոտավորապես 15 տարի հետո դու նոր քո ձենը գտնում ես ստենդափում ոսկի ես 7 տարի եմ զբաղվում ես հələ եկա ճանապարհն եմ միջև ես վերջնական իմ ձենը գտնեմ բայց ես արդեն մանից սկսում եմ հասկանալ ինչ եմ ես անում միջև այդ ես չէի հասկանում ինչն է իմ կոնցեպտը ոնց եմ ես ստենդափին մոտենում ես հասկանում եմ որ ես ինչ որ երևի յուրատոկ եմ անում ես կարամ ուրիշին նայեմ հասկանամ ինքը ինչ անում բայց ինչ եմ ես անում ես չգիտեի նոր սկսում եմ հասկանալ ինձ թվում է որ շատ հիմա ստենդափում այդ վիճակն է որ շատերը հələ չգիտեն իրանք ինչ անում հələ որ իրանք ավելի շատ կոպի են անում քան թե իրանն են իսկ կոպի են անում հենց շուտկեքը Չէ, շուտկեքը գիտես ոնց է, շուտկեքը անխուսափելի դու կոպի անելու ես, դա նույնիսկ չիմանալով, որտեվ այդ լինում է։ Ես ամենամեծ կոմիկների մոտ եմ նկատում, քանի որ շատ եմ նայում ստենդափ, Լուիս Սի.Քեյի մոտ եմ նկատում կրկնվող կատակներ, Կարլինի մոտ կային, բոլորի մոտ կային։ Այդ նորմալ է։ Գից մի հատ գից ունեն, որ գիծը նույնն է, այդ մեկը դրա մասին խոսալու են, չէ՞։ Հա, թեմաները սահմանափակ են։ Բայց բանա, կոպին անում ստայլը, մատուցումը։ Օրինակ, sense բան կա, որ բարում շատ ավելի հարմար է deadpan-ը, երբ որ դու այսպես կանգնած ես առանց էմոցիա ես տալի, որտեվ կարաս կատակը թաքցնես։ Չխնդացին, ես դե կատակ չէի պլանավորում, սա նորմալ է։ Երբ դու մի հատ sense վերջում sense բան ես անում, արդեն չես կարա թաքնվես, էլի։ Այդ առումով, բայց դու ոնց ես ստացվում, երաշների մոտ նույն ձև կա այդ ճանապարհը իրանց ձենի գտնելու։ Հա բա ոնց մարդկա շատ վաղուց զբաղվում է իր ձենը Մայլս Դեվիսն էր ասում որ շատ դժվար է գտնել քո սաունդը Դու որ բայց ես զգացել որ դու քո սաունդը գտել ես արդեն քանի տարի արդեն զբաղվում ես երաժշտությամբ ռեպի մեջ հա քանի խաչբարը հայրեն 11 թվիներ խաչբարը չէ հա 10-11 հա այդ իմ առաջի բաներն հայրեն շոտ ռեպ գրելու միջև այդ սարքանքս անգլերեն եմ գրել հա
Այդտեղից այդ էքսպերիմենտը շատ որ այդ ճոգեցի որ ալնում է այդ ինչ որ բան գրվում է ու այդտեղից միջև հիմա շատ ավելի բարերս քչացել է էլ խիտ չի բարերս շատ ավելի հասանելի է ու փորձում եմ շատ կարճ նախադասության մեջ շատ մեծ միտք արտահայտեմ ոչ թե այդ միտքը ասեմ 10 բառով այլ 4 Դա է տարիքի հետ գալի այդ հասկացությունը որ այդ որ քիչ լինի էլի հիմա այդ համ բիտ սարքելուց եմ քիչ ինստրումենտ օգտագործում Այդ էլ ժազմենական Էս էլ եմ ասել եթե սաղ բայց մաքսիմալ չանես հետո չես ճոգի որ պետք չի Ասի բիթերից որ ասեցիր օրինակ ոնց էս վերաբերվում որ YouTube-ից քաշում են YouTube ասելով ինտերնետից քաշում են ու դրա վրա են էլի գիտեմ որ рэպում այդ նորմալ է նորմալ են նայում рэպերները դրան որ մեկը բիթը կարա վերցնի չէ հիմա առաջ вообще տենց չէ առաջ դու քո օրիգինալ բիտով այն վաղտ շատ հավես էր բիթ հավաքել տենց երկեր որ ուրիշի բիթն ես օգտագործել մեջը ես ավելի նախընտրում եմ ուրիշի բիթի տակ գրեմ քան իմ Ես նախընտրում իմ բիտերի տակ ուրիշը լինի։ Ռևերս պրոցես է, էլի, որտեվ որպես рэպեր, որպես բիթմեյքեր, դա երկու տարբեր entity-ներ են։ Ես չեմ կարող դրա մասին չխոսամ, դու մասնակցել ես իմ ընկերոջ պրոյեկտում, պրոդյուսեր, որտեղ դու Սերժոն, Ուզլոն, Արտյոմ Մանուկյանի նվագած սեմպլի վրա բան էի անում, բիթ էի կավաքում, իմ ամենասիրած հաղորդումներից է, թողարկումներից է ու այդ պրոյեկտը իմ ամենասիրած շոուներից է եղվում, որտեղ ինքը top tier content է, որը որ վազանցել է ժամանակը, այդ տարիներ հետո են մարդիկ բացահայտել։ Ճիշտ է, իսկ ինձ է թվում թե ակտիվ չի շատ пассив է, այսինքն թողարկումների դե պարզ է, ինչի որտեղ ոչ մի feedback չի ստանում նորմալ Էդոն ու ինքը դժվարությամբ անում, որտեղ էսի passion project է, passion project-ները միշտ դժվար են։ Այս լավ TV show-ը կներ, որ այդ ամեն ինչը նկարեին բան, այդ տենց բաներ ապետ, տենց շատ ինքը մշակույթի համար շատ մեծ արժեք ունի, հետո ջայլ beatmaker-ները այդ որ հայտնաբերեն ու այդ սախ փորձը կուտակված, այնքան կան ոչ հայտնաբերված Այդտենց մեծ բաներ է անում ու իմ համար շատ մեծ ցավ է մենք անպայման լինքը ես կխնդրեմ որ լինքը անպայման դնենք ներքև որտեվ այդ ձեր ուշադրությունը այս պրոյեկտից էլ շատ ավելի մեծ կարիք ունի էլի ձեր ուշադրության անպայման նայեք որտեվ ու հենց շատ լավ իդեա է հա հետո այդ բանի միջոցով ես ճանաչեցի եւս երկու beatmaker որը Չէ ճանաչում այդ community-ն հա իրանք Էդոն դե ես իրան շատ վաղուց գիտեմ ինքը իմ համար երաժշտությունն է ինքը երաժշտության արտացոլում հա շփվել եմ հետը շատ ռադակիտիվ է ոնց էր քեզ ընդ մասնակցելը հետաքրքիր փորձ էր դժվար էր տենց Լսի դες Արտյոմ Մանուկյանի հետ 20 տարի եմ մյուզիկ եմ անում արդեն իր նվագած չելոյի տակ ինչ էր հիփ-հոփոտ բաներ չէ հա Ինքը բացել է նվագում, ինքը բացել է նվագում, ինքը շատ լուրջ երաժիշտ է։ Ես որ նոր եմ սկսում նվագել, ես իրան տեսա մի անգամ ստոպում, մոտեցա ասում ինչքան վաղ է նվագում, ասում դե մի ամիս, խոսքի գմբոցում։ Այո, եփ ես տեսա մի 15 տարի առաջ։ Մի 15 տարի առաջվա բան եմ ասում, հա։ Ու ես խոսքի դե արդեն մի կես տարի նվագում եմ, ու ես вообще նվագել։ Այդ ժամանակ չգիտեի էլի, որ ինքը ոչ թե դավջուկա, տակա արաբանտու դեմ կավա։ Ես դու ո՞նց կարա մի ամսում բարձրացած նվագի, ես չեմ կարող։ Ինքն է մուզիկա գիտի շատ լավ բոլոր ժանրերից հետևում է ամեն օր որ գիտի ինչ դուրս եկավ համ ջազի աշխարհից համ հիփ-հոփի աշխարհից այ մարդը մեջն է պարապում է ամենատխուր բանը երբ որ տենում ես մարդ որ ինչ որ բնագավառում է ինքը բնագավառից հետաքրքրված չի ոնց որ մեռած հոգի լինի այդ խնդրին ես ռաստակել եմ մանավանդ դերասանների հետ հա շատ քիչ դերասաններ կան, որ ուսումնասիրում են իրանց արհեստը։ Հա, այդ շատ ցավալի է։ Հա, դու ես ասել այդ լսել եմ։ Բայց բան է, էլի, ոնց որ այդ ցավ նրանից է, որ իրանք կարան տենց անեն։ Okay է։ Ստեղ։ Հա, մեկը կվերցնեն գործի։ Էլ ինչի համար ժամանակ ծախսեմ։ Ու շատ բնագավառներում նույն խնդրեմն է։ Ինքը ինստիտուտը արտիստ լինելու, ոչ արտիստ լինելու տարբերությունն է, էլի։ Հա, իրանք ուղղակի գործ են անում։ Այդ գործը, որը ուղղակի ես միշտ նենց եմ զարմանում, որովհետև մարդը, որը ուզում է փող աշխատի,
դերասան դառնալը շատ դեբիլ միտք է։ Բոլոր հնարավոր տարբերակներից գնա լոդարա ավելի լավ, եթե ուզում ես ուղակի փող աշխատես, խի դերասան էլի ամենադժվար ճանապարհներից ես ընտրել ու չես սիրում նույնիսկ։ Դե չէ ոչ մեկը դրա համար չի ընտրում երևի։ Չէ, բախի չեն հետաքրքրվում։ Դե մի հատ դերասան ասա, որ ինքը ի սկզբանե փող աշխատելու համար է, էլի։ Ուզեցել դառնա դերասան։ Դե լավ, որտեղ պատին դեռ։ Լույսի, բայց հետո գալիս է մի հատ ժամանակ, մի հատ ճիշտ դեր, ճիշտ պահին, ու դու սաղ կյանքդ պատրաստվել ես, որ այդ դերը խաղաս, ու եսի միշտ դռներ բացվի։ Այդ էլ է լինում։ Դե հա պատահական է, էլի, պատահական։ Այդ էլ է լինում։ Ահա։ Մի քիչ ուզում հայկական ռեփ մշակույթից խոսանք, որովհետև իմ համար ինքը մեծ բացահայտում էր, որովհետև այն ժամանակ, որ ես ասում եմ ռեփ չեմ սիրում, հայկական ռեփը ինձ մի անգամից գրավեց։ Ինքը իմ համար առանձին կատեգորիա է, որտեղ ինքը ինձ նենց էմոցիոնալ տալի, որը չի կարա աշխարհում ոչ մի ուրիշ երաժշտությունից տա։ Դրականում ես ասում։ Դրականով եմ ասում։ Իմ մոտ սկսեց վնասից, որտեղ իրա ֆլոուի մեջ ես լսեցի Հայաթի բազար անող տղեկի տոնը, բայց երաշտական ինչ-որ բան։ Շատ լավ մեկնաբանեց։ Ոչ մի տեղ չի կարող այդպես բան այդ ունիկալ ստեղի Այդ պրոդուկտը։ որտեվ չկար, ստե այդ չկար։ Հա։ Այդ արդեն մեծ բան է ասում։ Հա, ինքը նենց յուրօրինակ բան բերեց, նենց ստեղից վերցրած էլի, ու ես մտածեցի, ես հաշվեցի ու հասկացա, որ հայ տղեկից միջև այդ մոտ մի 10 տարի անց է, 10-15 տարի։ Հա, ավել, չէ։ Ավել, հա։ Չէ, պլյուս մինուս նույն process-ը։ Ես նայեցի երբ հայելել է հայ տղեկի ալբոմը ու երբ մոտավորապես 2001-2002։ Հա, չէ, ավելի ուշ է, չէ, հա, մի քիչ ավելի ուշ է։ Ինձ թվում է 4 սինգեր հայ տղեկի ալբոմը ու հետո հայ տղեկից առաջ կար Հայկ։ Հայկը չես կարող ասես որ ռեփի սկիզբն էր, ինքը տենց բան էր էլի, ոնց որ պրոդյուսերսկի Եթե կոնկրետ այդ երկի մասին ենք խոսում, այդ կամ չէ, տենց R&B ռեփ առաջի այդ կարող է, բայց հայ տղեկը ինչ որ է այս երկրում օրիգինալ բաներ են եղել իրան ժամանակի համար։ Հայ տղեկն էին օրիգինալ։ Իրանք ստեին շատ օրիգինալ, բայց բայ այդ էր հայկական ռեփը։ Ճիշտ վեկտորով ուղարկեցին ռեփել, եթե իրանք չլինեին կարող է լրիվ ուրիշ բաներ։ Մենք կարող է անverջ կրկնօրինակի top 10 ռաբիզոտ, հա, այդ ռեփերից։ Չնայած այդ էր, ինձ որ հարցն մեզ արդյոք այդ այնալ խոսում ասում առաջի հայ ռեփ Տենց որտես top 10 ռաբիզը էլի ամերիկական ռեփն էլ հումորից սկսել առաջին բաները սկավառակները իրանք հումորային էին ավելի շատ քան թե հենց երաշտական նույն Slick Rick դες այնքը հումորով տենց storytelling-ի վարպետն է դա 87-8 թիվն է հա այդ առաջի ռեփերներն են բանը նայ մեյքո բաներ ասում չէ ես ուզում եմ թեման շարունակենք հայկական մշակույթի որ ինձ թվում է որ ինքը authenticity ունի արդեն հա ինքը ունի ու ինձ թվում է որ ինձ շատ հետաքրքիր է ոնց են մարդիկ իրան նայում օրինակ ես այն օրը մի հատ stand-up-ի երեխեք էին եկել իրանք ռեփ են էլի անում շատ out անեմ երեխեք են կոչվում է come from that camp ես շատ լավ գիտեմ շատ լավ գիտեմ հա մյուզիկ անում ու ջազային էլեմենտներով լսի ես իրան շատ լավ գիտեմ ողջունում եմ ինքը իմ ամենասիրած վերջի բացահայտումներից է ռեփի աշխարհում շատ լավ երեխեք էին շատ կայֆ լսեցին շատ որակով լուրջ եմ ասում Ամերիկայի մասշտաբի ստանդարտի այտենց երկեր անում հա ու մենք շուտով կաշխատենք shout out to Scam ու բաներ ու իր այդ խոսում էի ու ես ասում էի որ ինձ օրինակ վնասը շատ է դզում ինքը ասում է ինձ վնասի մյուզիկը չի դզում իմ համար շատ տարօրինակ մոմենտ էր որովհետև ես երբեք չեմ ասել շատ դետակ որ ռեփը կարելի է այտենց տարանջատել մենակ երաժշտությամբ դրա հենց մենակ դրանով անտեսել ամբողջ ստեղծագործությունը որովհետև վնասի մեջ ես հենց authenticity եմ տենում իր տեքստերի ջղայնությունն եմ տենում որը այս բան հայկական ռեփում ինձ ամենաշատը է դա գերում որ ջղայն են երբ որ soft կա մեջը մարդու որտեղ օրինակ ես կարամ ռուսական ռեփը դատեմ տեքստերով հենց որպես իսկ քանի հատ անադիպլոզիս են օգտագործել ինչ բանտորի բաներ ասած ապուշ բաներ կարան նստեմ մտածեմ հայկական ռեփի մեջ ինձ չի հետաքրքրում բայերի վրա բանը ռիֆմա եկանում թքած այնքան որ աուտենտիկ լինի ես զգամ որ իսկական է էսի ինձ է տապել որ շեշտը ստեղ դրեց այնտեղ ես ինչ կա գա այդ պահը որ ինդուստրիան տականա հասնի այն վիճակի որ արդեն մարդիկ սկսեն մանրուքների վրա ուշադրություն դարձնել երբ որ արդեն ինչ որ արվեստագետներ սկսեն այդ հետազոտել կգա այդ պահը բայց այս բան իրականը թողանեն էդի է նայ կան
ստեղ լավ рэպերներ։ Հա։ Բայց օրիգինալ չեն։ Հա։ Այդ չեմ ասում որ վատա թե չէ կամ տենսա կամ տենց չի։ Հա։ Վնասը օրիգինալ, սկամը օրիգինալ էր, էնոմենալ օրիգինալ էր։ Այն վաղտը Red Light-ի տղեկը։ Red Light-ը իրանք ինձ թվում է իրանք բերեցին այդ kind of gangster rap at քո ասած այդ փողոցային վերա ծնեցին էլի այդ։ Հա, իրանք շատ կայֆ բաներ բերեցին ու ինձ ներվայացնում է որ մարդիկ լրիվ սխալ են հասկանում իրանք ինչ են անում, որովհետև իրանք թվում է որ իրանք փողոցային կյանքը ռոպագանդում են, չնայած առաջին իրանք տեքստերում իրանք բաց այդ ասում են որ էս վատ է։ Նախ տեքստերը լավ է գրած։ Շատ լավ է գրած։ Հանգավորում բայց մոռանանք ինչի մասին է գրածը լավ է գրած։ Ֆլոն լսվում է։ Բայց իրանք ես տենում եմ որ իրանք չեն փառաբանում այդ կյանքը։ Իրանք ոսկի բանի մոտ Էտա։ Իրանք պրոստը ասում են իրանք ոնց են ապրում։ Բանը դա վա օրինակ։ Դե մի հատ իրա մոտ դաժե ստրոչա կար որ ինձ մի նմանվի։ Տիպը իմ ասածները լսի ոչ թե այն ինչ որ տիպը եղել է իմ կյանքում։ Իրանք այդ ու վնասի մոտ էլ է ստանում որ ինքը չի փառաբանում այդ կյանքը, ինքը ասում է սպանի քո մեջի տականքին, բան շարժվի առաջ էլի նորմալ մարդ դարձի։ Իրանք այդ անում են, բայց բացի դրանից ես ինչի մասին եմ ասում, որ օրինակ Ամերիկայում рэպը ինչ թողեց։ Ես հիշում եմ ով էր Կամասին էր պարոն պատմում, որ ասում էր եթե երաժիշտ է քայլում։ Կամասի Վաշինգտոն։ Հա, ինքը պարոն պատմում որ եթե երաժիշտ է քայլում, նույնիսկ ինչ որ գենգստը, ինչ որ բան գետոյով քայլում, իրան ձեռք են։ Հա։ Դու երաժիշտ ես, սպաղվի երաժշտությունով, հարց չկա։ Ոնց որ ինքը թողում էր դու սացանի։ Բայց рэպն էլ է երաժշտություն, էլի կարա ալնի, էլի։ Հենց այդ առումով եմ ասում, որ իրանք ցույց են տալի, որ տղեկ դուք փողոցում ինչ որ տենց կիսակրիմինալ կյանքով եք ապրում, դուք նաև կարաք արվեստով զբաղվեք դրա փոխարեն։ Իրանք ոնց որ սոցիալական լիֆտ են ցույց տալի։ Նայեք, վնասը խոսքի որտեղից է ելել, ուրա հասել։ Հիմա ինքը ինչ որակով կլիպեր է նկարում, ինչ երաժիշտների հետ է աշխատում։ Ինքը դրան հասել է, դու էլ կարաս։ Սաղեթե կարաք թողեք, եթե իմաստի սով կա, եթե ինչ որ ձգտում կա մեջ, ջղայնություն կա, անպայման չի դու սաղ օրը փողոցում մարդ տփես, դու դրա փոխարեն կարաս մյուզիկ ստեղծես։ Տենց արտահայտվես, հա։ Հա, ու ինքը փողոցից մարդկանց բերում է նորմալ դաշտ, ոչ թե հակառակը փողոցա տանում մարդկանց, որտեվ այդ մարդիկ չեն հասկանում, որ փողոցային կյանքը դա ինչի որ դու ընտրում ես, այդ այնա որտեղ դու հայտնում ես սկզբանը քո կամքին հակառակ։ Ոչ մեկ չէր ուզում այդ կյանքով ապրել, սաղ էլ կուզենային լավ կյանքով ապրեն, լավ տուն ունենային, մեքենա ունենային, բայց դե տենց ասացին, որ սոցիալական կլասերը տենց են։ Ու այս рэպերները, որոնք փողոցային կյանքի մասին երկուն օգնում են այդ մարդկանց, իրանք դուրս գան ավելի լավ կյանքի։ Ես մի քիչ ճար եմ կարծում, բայց ինձ թվում է կարևոր take-ա, որտեղ մարդիկ рэպի մասին չեն ասում։ Հա, ես լսի բանը։ Ես ասում եմ, դու ինձ կանգնացրա, ինչի՞ կա։ Միջև էս մենք ես աղբորս հետ եմ։ Դուք եք եկել podcast-ն, էլի։ Մեծ փոքրիկ բան պատմել ենք։ Միջև էս աղբորս հետ ենք վարում աղբորպես podcast-ը, հենց այդ էր միտքը, տիպա։ Այ շատ այդ հետաքրքիր է, նոր հասկացա այն։ Հետո աղբերս չուզեցն ու ուրիշ вообще ուրիշ խնդիրներ, ուրիշ բանի համար դուրս եկավ։ Տենց լրիվ ուզում ենք փակենք պրոյեկտը։ Մեր օպերատորը, մեր լավ աղբերը Վլադը ասեց նվեր չէ, փակել չկա, ինչ ես ասում, էլի արի մարդ գտնենք։ Ու ինքը դա առաջարկեց Աշոտին, ասեց ես տեսել եմ Աշոտը շատ է դուրս եկել, հա ինքը մեր մոտ հյուր է եղել։ Ու բանը ու տենց Աշոտին կանչեցինք, բայց Աշիմի անգամից ասեց նվեր, եթե ինչ Եթե տենց խոսում ենք, ջոգում ես, որ շատ եմ խոսում, բանը, ստոպ դու։ Բայց ինքն հենց է խոսում, որ դզում է, չես կարա ստոպ տաս։ Լսի, մի հատ բան է ինձ հետաքրքիր, քո ստենդափի մեջ էլ ես, այս ռիթմի մեջ։ Պլյուս մինուս փորձում եմ։ Շատ է, այս ռիթմի մեջ։ Ես հասա նրան, որ կարողանում եմ մանրից գամ իմ ռիթմի։ Ամենադժվարը հենց այդ է, դու պետքա բեմում կարողանաս դու լինես։ Այդ ճանապարհը ահավոր դժվար, որտեվ դու սկզբից ինչ-որ ինֆլուենսներ ունես, դու ուզում ես իրանց նմանվես, որտեվ դու քոնը։ Բայց այդ սաղի մոտ տենց է, ասեմ, երաժիշտներ, դերասաններ, սաղի մոտ տենց է, սկզբից ինչ-որ vocation չվում ես մեկից, փորձում ես իրան նման գրես, այդ սաղ անցնում նոր գտնում ես քո ձայնը։ Այդ դրա համար անդրադառնում ենք նրան, որ շատ դժվար է իսկականից գտնել քո ձայնը։ Շատ դժվար է, բայց հենց այդ է, որ երբ որ դու սկզբից նմանակում ես, դու քո գործիքներն ես սրում, ժանգից իրանց ազատում ես։ Այս նոր վերջերս, որ հարցրեցիր, ես այ վերջերս գտել եմ։ Վերջերս այ հենց այդ երկար ճանապարհ է, էլի ինքը ու ինքը 30 տարի հետո։ Ինքը շարունակել է, օրինակ Բիլբոռը մի անգամ ասում էր, խեն ստենդափ կոմիկները
տարին կամ 2 տարին մեկ միջին է անում Ամերիկա, որտեվ այդքան ժամանակ է պետք, որպեսզի դու որպես այդ մի ժամը անես, փոխվես։ Նոր մարդ ես դու դառնում ու նորից պետքա քեզ գտնես ու արդեն կարաս Ամերիկան։ Նոր օրինակ բանը տղեկից մեկի հետ էի խոսում, Միկայի հետ Սամսոնյան, local stand-up-ի տղեկից է, էլի։ Ինքը stand-up-ից խոսացինք, ասում է դու օրինակ որ նայես մեր տեղական stand-up-ը, որը YouTube-ով կա, նայեք, կստացի local stand-up-ը, ինքը առաջինը որ նայում ես լրիվ ուրիշ է, երկրորդը որ նայում ես լրիվ ուրիշ է, երրորդը вообще ուրիշ, այսինքն շատ է տարբերությունը, էլի, նույն մարդը լրիվ ուրիշ ձև է ներկայանում ու դա մի քանի ամսվա ընթացքում փոփոխություն։ Հա, այդ հələ որ մի քիչ sense volatile է, ինքը շատ է փոփոխվում, բայց ոնց որ ինչ որ բայից պետքա իրականում լավ իդեալական աշխարհում մենք ոչ մեկս չպիտի նկարվեինք, պետքա շատ ավելի փորձված կոմիկներ նկարվենք, քանի մենք պատվալներում կոմիկները դու նկատի ունես ում գոյություն չունեցողներին։ Հենց է դա հարցը։ Ամերիկայում ապրեսար կյանքը ստենդափի մեծ էլի սիրար եմ, ընդ կուլտուրայի ստեղ, որ ես աչքովս ընկավ կարծեմ YouTube-ով local stand-up, ինձ միանգամից հետաքրքրեց։ Հիմա ես կարայի միացնել 2 րոպե նայ, ասեի, նույն հին կավենի շուտ կեկնա, նույն այդ բանը։ Բայց ինձ շատ հետաքրքրեց, օքեյ, էլի կանեմ, որ հլեն որ պատրաստ չի вообще, բայց պոտենցիալ կա, էսի դա թույն տղեկ են հայտնվել, ամեն մեկը իր ստիլը ունի, ինչ որ բաների մասին են խոսում, որ ես հարազատ է ինձ հայկական այս երկրի մասին է, այդ ինձ շատ գերեցու տղեկը բոլորին ողջունում են, որ այդ բանը կուլտուրան աճում է։ Շատ կայֆ է։ Հա, իսկական այդ locally բանն է, էլի, որ նույն ձև ոնց Հետո որ մի քիչ բանը մի քիչ գրուպի բաներ կար մեջ են, որ այդ էլ դզեց, որտեվ առանց դրա stand-up չես կարա։ Բանն է ինքը հենց underground-ը հենց այդ է, էլի, օրինակ չէ, պրոստը Հայաստանում որ ասում ես stand-up, էլի, այդ ռիսկը շատ դզեց։ Որ ասում ես stand-up միանգամից պատկերացնում են, լավ կոնկրետ անուններ չտամ, գիտենք բոլորս TV-ներով որ ցույց են տալիս, հա, բայց դա էլ Իրանը ունի, է։ Ինքը Իրանը ունի, ես դա եմ նայում։ Դա հենց այդ է, էլի, որ չլիներ են, կարողա չլիներ են։ Հիմա սպորնի հարց է, բայց որը Լսի, հիմա այդ այն սիրողները կարան հայտնաբերեն շատ հեշտ։ Հա։ Underground։ Այդ երկար առանձին մի հատ թեմա է, որը մի քիչ բան կա, այնտեղ մի քիչ խզում կա, նրան ոնց է այն գրվում։ Այդ նույնն այլը ոնց որ մեր ոլորտ բանի մյուզիկի մեջ կոմերցիոն underground rap, հիմա դու underground ես commercial, հիմա սա կյանքս underground rap-ից եմ սկսել Ամերիկայում միշտ ասել եմ ինչ կոմերցիոն, ինչ փող բան մեկ տենց արտիստներ են, բայց հետո կյանքը դառնում է նրան, որ դու կարաս անես այն ինչ որ սովորել ես underground-ում կոմերցիայի հետ, որ սիրուն ձուլում ես, դառնում է իսկականի սիրուն product։ Դες ոնց է, երկու տարբեր մոտեցում կա։ Մեկը այն է, երբ որ դու մտածում ես trend-ային ինչ է, ես տենց անեմ։ Այդ դրամատիկ ուզում եի խոսալ։ Որ դու տենց բան, ինձ չի թվում, որ դու տենց բաներ ես արել։ Ինձ թվում է դու պրոստը անում ես այն ինչ որ դու ես ուզում անել, ու ժամանակը այնց ֆռած, որ այդ դարավ trend։ Совершенно правильно։ Լսի, խաչբար գրելուց մենք գրում ենք իրար համար։ Մարդ չկար, որ մեզ ճանաչում էր որպես рэպեր կամ ինչ-որ տղեկի ես եմ, ինչ եմ, вообще տես բան չկար։ Ոხի այդ ստացված, որտեղ ոչ մեկի համար չէր գրվում, էլի, այդ մեր համար էր գրվում։ Ու երբ որ դու գրում ես քո համար ու մնացածը ընդունում է, այդ արդեն ամենամեծ բանն է։ Իսկ արտիստներ կան, որ ասում են լավ, ինչա ծախվում, ինչ են սիրելու, էս անեմ, ինքը իր համար մեկ է, այդ լավա թե վատա, կարևորը ինչա հաստատ բերելու տասնյակ միլիոն վյուներ։ Հա, ու ոնց որ դու գնահատում ես այն արտիստին, որը թքած ունի, ինքը անում է այն ինչ որ ինքն է անում, իսկ այն նրանք ավելի շատ դու հասկանում ես, որ իրանք լավ մարքետոլոգ են, իրանք ուզում են ուղղակի ինձ ինչ որ բան։ Բայց դա էլ է ճիշտ, դա էլ հա, դա էլ բիզնեսն է, էլի։ Ես իրանց դեմ չեմ, ես համարում եմ, որ իրանք միշտ լինելու են անխուսափելի, բայց ոնց որ դե սիրտս ցավում է իսկական արտիստների համար։ Դրա համար ես ոնց որ ուզում եմ նրանց ասեմ դուք վատն եք, սրանք լավն են։ Պարզա որ տենց չի, բայց ուզում ասեմ տենց էմոցիոնալ կապ ունեմ, էլի ես այն underground արտիստների հետ, որոնք
միջև վերջ գնում են իրան ցածով։ Խոսքին օրինակ ես շատ մեծ սիմպաթիա ունեմ Կարի հանդեպ, որ մնում է այնքան underground, ինչքան կարա, ու ինքը դու գիտես, որ կարա շատ ավելի մատչելի լինի, ինքը վնասակարի ժամանակ շատ ավելի։ Բայց իրան շատ մարդ է, չէ՞ ճանաչում, լսում։ Այդ արդեն underground չի։ Բայց ինքը մնում է underground-ում։ Ուզում եմ ասեմ, կարաս բերես, էլի։ Հակառակը փախնի իր օգուտից։ Վնասակարի ժամանակ կարը շատ ավելի մատչելի էր։ Իր սոլո պրոյեկտները արդեն դու պետքա վիզ դնես, որ իրանց լսես, դժվար է, ինքը ոնց որ հատուկ դժվարացնում է քո համար։ Կասում ուզում ես հետևիցս գաս, դե հեսա քեզ 10 հատ ոչինչ գա։ Գնամ ոնց ես հասնում։ Ինձ դժվար է, որ ինքը այդ տենց մոտեցում է ցուցաբերում, չնայած այդ ինձ օրինակ չի թույլ չի տալի, ես գնամ իր համերգներին, որտեղ ինքը համերգներ չի տալի։ Դες այդ անում է ինքը այնի չոր իրանա դզում ու անենց է ստացվում, որ բոլորին դզում։ Էդի շատ ողջունելի է, որտեվ օրինակ մի հատ բան էր, կակրաս երեք էինք խոսում դրա մասին, որ մի հատ սիրածս խմբի վոկալիստը ասում էր, որ երբ որ ես սկսում էի, ես թքած ունեի, որ ինձ չեն լսում, ես չէի համարում, որ ես ինչ-որ բանով պակաս եմ ուրիշ երևներից։ Ես նույն ձևի երաժշտ եմ, ուղղակի հայտնի չեմ։ Հայտնիությունը իմ երաժշտության որակը չի փոխում։ Այդ առանձին գործողությունն է, հայտնի կամ չհայտնի, երաժիշտ կամ չի երաժիշտ։ Ես էլ եմ հանկարծակի հայտնի։ Արտացել ես հայտնի։ Կյանքում դրա համար չեմ երաժշտությունը։ Բառից հա եկավ։ Ինչը։ Հայտնիությունը։ Ստեղ։ Հա։ Հա, սկիզբեն Աբեջան գիտես։ Աբեջանն է։ Հա, այդ էր մեր առաջի Հայաստան գալով հայտնվել էլի որպես արտիստ։ Հետո նոր դիրեք երերիկ։ Բայց այս խաչբարը վերջերս եմ լսել առաջի անգամ։ Երբ որ արդեն պատրաստում էինք որ պիտի գաս, դա այն ժամանակ սյոմքիքի հետ բան կար, ես լսեցի, ինքը մինչև հիմա շատ լավ լսում է։ Իմ մոտ մի քիչ կա անձնական խնդիր լիրիկայի հետ, երբ որ սիրահարական ինչ-որ երգեր են, ես մի քիչ արդեն պարավ եմ տենց բաների համար, բայց ընդհանուր օրինակ այս վերջի գործերից վազող տողերը ես հիմա կա 5 անգամ վրա լսում էի այնքաներին։ Հիմա կաս դու որպես ներկայացնեմ քո ու քո նման լսողներին, որ այդ երգերն են սիրում, այն սիրո երգերը չեն լսում, չէ՞։ Ու կա մի հատ մեծ տոկոս, որ հենց սիրո երգերն են սիրում, լավ հասկանում եմ։ Որ նրանք ուղղակի չի հասկանում։ Ես հենց դա ինձ հետաքրքիր է այս կողմը, բայց այն որը ռեպը դարձնում ենք մասսայական ավելի շատ մարդագալի այդ դեպի այդ երաժշտության չերես այդ տենց երգերի։ Անշուշտ ես լինեի 17 տարեկան կգժվեի այդ երգերի համար։ Իմ մոտ հմտության հետ ոչ մի խնդիր չկա, աուտենտիսիտի հետ խնդիր չկա։ Իմ մոտ այնքան որ ես ուղղակի արդեն դրա մասին չեմ կարող։ Հիմա գժվում են էլի 17 տարեկանները։ Դե լավ է, շատ լավ է։ Այ իրականում գիտես, չէ, 17-18 տարեկանները, նու միջև 25 տենց էլի։ 3-3-ի համար իրանց վեննեքը փրթում են։ Հա, ես տենում եմ, որ շատ բան կա։ Այդ շատ կոպիտ հնչեց, չէ՞ բայց։ Չէ, բայց իրականում շատ են սիրում։ Չէ, ես տանում եմ, այդ սոցցանցերում եմ տանում, ես հիմա բանն եմ տրեցում եմ շատ լրված, ընդ շատ կան տենց 19, 20, 25 տարեկան ես տանում, որ 3-3-ական ընդհանուր բան է, ռեֆերենսվում է, էլի։ Շատ կայֆ է, որ բան կա, տենց սեր կա, ու ընդհանրապես շատ կայֆ է, որ տեղական երաժշտությանը ուշադրություն կա։ Որտեվ ես օրինակ երբ որ մի 10 տարի առաջ բարմեն է աշխատում Ուլի Խանյան ակումբում, ես տենում էի աշխարհի լավագույն երաժիշտները sense քայլում էին ու գնում էին կյանքից բուկվալն հիասթափված, տենց էլ չգնահատված լավագույն ջազմենները ես անցած տարի նենց էի ուրախացել որ գնացել էի Կասկադ ջազ համերգի, այն որ ջազի օրերը նման ու հաղորդավարը ասում է Վագն Հայրապետյան ու այսն սաղ Կասկադը ճեճում է, գիտեն ով է, վերջապես էլի, բայց ինքը համաշխարհային մեծություն է էլի, ու ես նենց եմ ուրախանում, որ հիմա ուշադրություն կա, որտեվ հիմա փոփ աստղերը, խոսքի չդեմ, իրանք բերում են լավ երաժիշտների, որ իրանք լավ, որ իրանք արանժիրովկեք բիթեր, բան, որ սաղ անեն, արդեն рэպերներն են աշխատում լավ երաժիշտների հետ, այնա դու ասում ես Արտեմ Մանուկյան հետ լիքը աշխատում եք, վնասը տեսել եմ, որ ինչ որ իրար հետ գործ են արել, կայֆ բաներ կան, էլի, ասում ես Վագն Հայրապետյան ասում են սաղ ճանաչում, բայց Վագը 2 տարեկանից նվագում է, կյանքում չի շեղվել, կյանքում չի հանձնվել, կյանքում չի ուրիշ բան գործ ճարել, որ էս չի լնում, էս լնում է այդ դրա համար վերջում նվիրված էր, հա, վերջում հա մեր մոտ էլ մեր 10 տարի առաջ գրածները այսօր են լսում հա դա լավ բան որ բայց ես քեզ խոսք եմ տալի էսա սոլո ալբոմ որ անեմ հա մենակ տենց underground իսկական կոսիրած рэպերից չէ իմ համար էլ
որտեվ այն գիծն է չեմ ուզում մոռանամ, քանի որ տեղից են եկել։ Միշտ ինչ որ գրում է, սենց առաջինը քո համար է, էլի գրում, չէ՞։ Հա։ Այո։ Բայց նենց է ստացվել, որ մեծ բազա կա, որը սիրում է էլի այդ ամեն ինչը, ինչը որ դու անում ես։ Դե տենց պիտի ելնի, էլի։ Հա։ Ամեն դեպքում ենք ունիկալ մարդ չենք։ Դե սիրուն արվի էլի այդ ամեն ինչը որ լսվի։ Հա։ Էսի բանից 3-3-ից հետո եկավ մի քանի հոգին։ Այդ շրջանակներն։ Հա։ Իսկ ինչով է տարբերվում 3-3-ը մի քանի հոգուց։ Ոճով, հա։ Լավ հարց ես տալի։ Հա, ոճով գրելա ծևով է ստիլը գրելու, ինչի մասին է լինում, որտեղ ընդ արդեն դու երկուսով չես, կան նաև 3 արտիստ, բավականին զոր։ Այդ ավելի շատ challenging է, որտեղ շատ հետաքրքիր է դարձնում, բայց էլի ոչ ագրեսիվ լսել ես մի քանի հոգին, հա։ Մի քանի հոգին ունեմ լսել։ Չէ, սա ավես պրոյեկտներ են ու սկզբից ու ոնց որ մեկա դու տանում ես որ իրանք տարբեր են, բայց աղբյուրը նույնն է։ Ոնց որ ինչ որ ընդհանուր կոնցեպտ, այդ շատ նատուրալ է ստացվում, շատ քիչ ա եղել որ մենք սա եղել ենք մի սենյակում երգ գրելուց, համարը չի եղել։ Դե գրաֆիկներով միշտ ինչն է հետաքրքիր եղել այդ ֆիթը, որ օրինակ գրվում է, հա, էջիլա ֆիթ, չգիտեմ, ինչ որ ռապեր կամ երգիչ, երգչուհի։ Այդ ոնց է էլի բաշխվում բառերը, ոնց է որոշում, դու պետքա առաջինը լինես, հետո ինքը միտք պետքա ընդհանուր լինի, թե չէ, ասենք երգի մեջ ընդհանուր ինչ որ բան պետքա լինի, թե չէ, էլի։ Դու ինչ որ բանի մասին ես խոսում ու հետո ինքն ես սկսում երգել։ Հա, հասկանում եմ ինչ ես ասում։ Տենց ինչ որ ասեմ բան կա, ինչ որ օրենքի գիրք կա, որ է սենց պիտի լինի, ինչ որ դրամատուրգիա կա, չէ, վայբի վրա է շատ անգամ հիմա օրինակ, չգիտեմ, աղջիկ չղջիկով է, առաջինը ֆելոն, չէ, հիմա կարող է ինքը գրել է, հա, առաջի վերսը գրել է, ձայնագրել է, ուղարկել է, այն մնացած տեղերը ազատ են, չէ, հիմա հետո մի շնագրում հետո ես կարող եմ հենց այդ հերթականությունով թողնել, հա, կամ մի քանի հոգու երգեր, որ 2 հոգով են։ Դուք իրար տեքստերի մեջ մտնում եք այդ դեպքերում, այսինքն կարաս նայես ուրիշի տեքստով ասես թե բան փոխի կամ ինչ-որ բան, թե լրիվ ջրաբաժանում է։ Շատ քիչ։ Ես գիտես ինչ նկատեցի։ Շատ քիչ, որտեղ ամեն մեկը գիտի արդեն ինչ է անում, ոնց է գրում, շատ քիչ։ Աղջիկ շրջիկի մեջ կան ինչ-որ տենց պահ, որ նույն բառը կրկնում եք երկուսդ էլ։ Այդ նորմալ է։ Հա, այդ flow-ի համար է երևի արվում, որ ավելի սիրուն մատուցվի, հա։ Հա։ Եթե ճիշտ եմ էլի ասում։ Հա։ Որտեղ լիքը բան կա կարող է սխալ բառեր ընտրեմ, որտեղ չէ, հասկանում եմ։ Դե հենց այդ էլ որ մասնագետ ունենք, կարաս հարցնես դրա համար։ Վանա, մի քիչ կարանք մի քիչ խոսանք երաժշտությունից, ես պրոստը ուզում եմ ինչ որ բան ֆիլմերին էլ անցնենք, որպես դու ֆիլմերի սիրահար, բան ընդհանուր մշակույթի մասին խոսանք, որ ոնց որ ինչն է հետաքրքիր էլի, որ ֆիլմում օրինակ այդ authenticity-ն չեկավ Երևանում, Հայաստանում։ Խոսքի վեր եթե մենք վերցնենք հետ սովետական ժամանակաշրջանը, մենք չձևավորեցինք ինչ որ հայկական կինո, որը էսի հայկական կինոյի trademark-ն է։ Ռեփում ձևակերպեց, որտեղ ռեփը ներքևից էր գալի, ազատ էր ստեղծագործվում, եռում էր ոնց ուզում է, իսկ ստե փորձում էին, հա, վերևից ներքև երկրորդ անգամ եղավ էդի։ Վերևից ներքև իջացնեին, ինքը չի աշխատում։ Չկան այդ ծուր մարդիկ, որոնք հայաթում կինո են ուզում ուղղակի։ Դա չեն կան, YouTube-ում տեսել ենք դա սպորտերը, բայց իրանք չեն զարգացնում, չեն աճում դրանից, էլի այդ շատ վնասում է, օրինակ որ վերցնես բանը Sam Raimi-ին, որը բանը նկարել է Evil Dead-ը, բան, իր առաջի ֆիլմերը, այդպես մի հատ ահավոր այդպես լյուբիտելսկի գործ է, որ չես հասկանում ոնց կարային ընդհանրապես թողել այս մարդուն ինչ որ բան նկարել։ Բայց դու հիմա դրա մասին խոսում ես, չէ՞։ Դեմ ասում էլի ռիսկն է պետք, կամ տենց տղեկ կոնտենտ լավ իդեա ունեցող ման, բայց հարցնում ես ասում են բյուջե չկա։ Կամ մեջը ինչ կա, ինչ եմ աշխատում։ Լսի, եթե iPhone-ով դու կարող ես լավ բան նկարես ու գցես համացանց, եթե լավը կնկատվի։ Հա։ Բան է, էլի, ոնց որ Հայաստանում շատ դարձավ ցենտրալ, ինքը վատ կոնցեպտ չէր իզначально, բայց շատ ցենտրալ դառավ, որ
մարդիկ պետքա փող աշխատեն, անընդհատ փող աշխատեն։ Ինչը վատ բան չի։ Էլի, բարձա, սոված ոչ մեկ չեմ ասում, սոված մնացեք։ Բայց երբ որ դու անցնում ես արվեստի դաշտ, դու պետքա հիշես, որ քեզնից առաջ շատ մեծ շարք է եկել մարդկանց, որոնք սովից մեռել են, բայց անում են։ Այդքան սիրում են այդ գործը։ Ու գոնե այդ մարդկանց հարգելով դու պետքա փորձես լավ բաներ ստեղծես, անկախ նրանից դու դրա համար վարձատրվում ես թե չէ։ Օրինակ ես որպես սցենարիստ ես միշտ ասում եմ ես պրոֆեսիոնալ չեմ, ես ամատոր եմ։ Ես վաճառել եմ սցենարներ, հարց չկա, աշխատել եմ փող, բայց եթե ինձ ուղղակի կատարող դնան, եթե ինձ պրոյեկտը չի գերում, ես իրան չեմ գրելու։ Իսկ մենակ կոմեդիաներ ես գրում։ Չէ, կոմեդիաներ համարը չեմ գրել, կստати։ Ես շատ դրամա եմ սիրում գրեմ, ընդհանրապես կոմիկները դրամա են սիրում։ Դենց բան կա, նույնիսկ հին ասացված կա ամերիկական, որ եթե դու ուզում ես սովորական մարդի ծաղացնես, աղջկա բան, պարավի բարիկով տղա իջացրա աստիճանով, բայց թե դու ուզում ես կոմիկին ծաղացնես, պարավին իջացրա։ Դու աշխատում ես Լիլիթի հետ, այսինքն, որը ես շատ եմ իրան սիրում։ Լիլիթը շատ տաղանդավոր։ Ես հիշում եմ, ես յամ ոնց իմ համար բացայից, որ ուղղակի TikTok է թերթում, ու այն որ sense լրվում ես, всё։ Ինքը ինչ որ cover էր երգում, ուղղակի ճղճիկներ չէ, ոնց որ cover։ Չէ, ինչ որ ինքը ուղղակի ինչ որ ամերիկական cover-ներ էր գցում TikTok, ինչ որ ժամանակ, ու բայց իր խարիզման միանգամից գրավեց, հետո սկսեցի իր երգերը լսել, ու տեսա որ էլի իր համար շատ է այդ սիրային ուղղությունը, բայց թեկուց մինիմալ երգի մեջ ինքը ինչ որ հետաքրքիր թեմաներ է բարձրացնում։ Ինքը ունի մենակ ֆիլոսոֆսկի բաներ, որ մարդիկ կարոտ են մինիմալին, բարձին, այդ շատ հետաքրքիր մտքեր են, որոնք ինձ շատ հարազատ են։ Ու երբ որ շատ ջայլ աղջիկ դրա մասին երգում է, իմ համար այդ շատ մեծ բացահայտում է, ես հասկանում որ իր պոտենցիալը, ոնց որ իր երգերի մեջ հիմիկվա պոտենցիալն է երևում։ Ինքը ինչ մեծության է հասնելու, որտեվ ես ինչ որ բայց շատ ներվայնացա նրանից, որ ներվայնացա սխալ բառը, որտեվ գրող կատարող է, դա շատ կար, writer director, էլի որ ասում են, այդ շատ կար, դա շատ օրիգինալ է արդեն, էլի։ Ճիշտ է, բայց ինձ որ ինչ որ բան ես նկատեցի, որ մեր երաժշտական մշակույթի մեջ 90%-ը կամ հնի վերագործիկավորում է։ Այդ մի ասա էլի, շատ եմ խոսացել դրա մասին։ Կամ սիրո մասին է, այդ երկուսն է։ Ու ես այն որ անդադ ասում եմ իմաստների սով կա, որ մենք հիմա նենց դարաշրջանում ենք ապրում, որը ահավոր է, աղետավոր է, ինչ ուզում անի, բայց ինքը շատ հետաքրքիր է։ Ինքը այնքան գործողություն է կատարում։ Ինչ որ մի բան է ուզում դուրսը։ Նույնիսկ մենք չենք կարող այդ ռեֆլեկտ անենք ինչ որ ձևի։ Դուք արվեստի մարդիկ եք, ձեզ չի կպնում, այդ չի ցավացնում, այդ ցավը դուք չեք ուզում ինչ որ ձև առաջ բերեք։ Ինչ եմ ես լսում մենակ նրա մասին, որ դուք ոնց եք սիրում կամ ձեր սիրտը ոնց են կոտրել, կամ լսում եմ, չգիտեմ, հին երգերի վերամշակումը։ Ինչ որ ստեղ բան չի կատարում, իմ համար նենց միշտ զարմանք է, օրինակ ռեփը դրա համար իմ համար փախնելու տեղ է, որտեղ ընդդեմ մարդիկ խոսում են ինչ որ բաների մասին։ Ես ավելի լավ լսեմ դղու մոտ ինչ խնդիրներ են հայաթում, քան թե մի հատ էլ երգ դրա մասին, որ ես տղա եմ սիրում, ու ինքը սիրտը կոտրել է։ Բայց այդ էլ նայ պաշտպանում է, էլի։ Չէ, այդ էլ կարելի է սիրուն մատուցել։ Այդ էլ կարելի է սիրուն որակով բան։ Ես չեմ ուզում այն քչանա, ես ուզում եմ այն մնացածը։ Նո դու լիրիկա չես սիրում, ոնց հասկացա։ Լիրիկան թող լինի, այն մնացածն էլ թող լինի։ Էդ է ասածս։ Ես ոչ թե ասում եմ էնի մի արեք, ես ասում եմ էս էլ։ Ինձ թվում է դանդաղ, բայց շատ շուտով ամեն ինչը կընկնի տեղը, համ կինոյի ոլորտում, համ ռեփի ոլորտում, համ դերասանական, որտեղ Սենչոյից տեղյակ ես։ Չէ, բայց վերջերս հենց տեղ տեսա այս բայց ասած էլ ռեփի մեջ չի, ափսոս, որտեվ հա իրոք ափսոս, որտեվ ես վերջերս ինչի հարցրեցի, տենց տեսա ինչ որ կարողա fake info էր, որ նորից վերադառնում ա ռեփ։ Ես էլ եմ տենց բան լսել, հուսանք, ինչքան ես իմ մոտ գրելու է տենց երկար process էր, որ ես երևի կյանքումս 5-6 անգամ թարգել եմ գրելը, որ sense քանի կյանք ես ունեցել, ես 36 տարեկան եմ, տենց 36 տարեկան, դու ես 88, դու 88 չէ, ավելի մեծ ես։ Ne 80։ Հա, ես 88 եմ, բայց ոչ, տենց ես գրում էի 12 տարեկանից։ Պատմվածքներ էի գրում, միշտ գրել էի։ Ու ինչ որ տենց ժամանակաշրջան անգալի է, որ դու տենում ես, որ քեզնից շատ ավելի տաղանդավոր մարդիկ կան, դասում ես թող իրան գրեն։ Ու իրան 10։ Չէ, ես այդ իրանց հետ շփվել քեզնից ավելի շատ տաղանդավորներ։ Չէ, շփվում եմ, միշտ շփվում եմ, բայց ես ոնց որ շատ օգնում կստացի, հա։ Ես հենց այդ որ ես միշտ շրջապատված էի ինձ տաղանդավոր մարդկանցով, նույնիսկ անպայման չի իմ բնակավարում։ Նույն Էդոն Փեշմաջան իմ համար միշտ մոտիվացիա է հիմա, ես ուրիշ դեմ դրան եմ։ Ես նայում եմ, եթե ինքը այդքան բարձրության հասե երաժշտությունում ու շարունակում անի, չնայած ինքը չի ստանում այն գնահատականը, որ ինքը պիտի ստանա օբյեկտիվորեն։
ես է պետք է շարունակեմ, որովհետև ես շատ ավելի թույլ եմ ու այն որ ես չեմ ստանում գնահատական, այդ նորմալ է ուրեմն, որովհետև եթե ինքը չստանում, ես է չպիտի ստանամ, լիքը գործ կանեմ։ Դրա մի նայ։ Հիմա տենց եմ նայում, բայց առաջ ես սենց մտածում էի, դե ես տնում եմ մարդիկ գնում են նենց, ես կերազեի տենց գրեի, թող իրան գրեն, ես ուրեմն չգրեմ։ Ուսած այն որ սենց ոտով խփում ես, ասես ես ուրեմն էլ գրում։ Բայց երբեք չի ստացվի այդ։ Եթե քո մեջ այդ կա, կյանքը մեկան այնց կֆրցնի, դու էլի ես վերադառնում էի գրելուն իզնից անկախ։ Մարդիկ ու գալիս են ինձ այսպես գործ էին տալի։ Հիմա այսօր գրում եմ, չեմ գնում որ ավելի շատ երկ լինի, ավելի շատ ինչ որ կոնտենտ լինի, ես գրում եմ որտեվ հետաքրքիր է ինձ այս անգամ ինչ կգրեմ, որտեվ ես չգիտեմ։ Ու ես մի հատ գիտես տենց հիմար կոնցեպտ կա, որը շատ էին մեր մեջ մտցնում հենց ինստիտուտի ժամանակներում, որ եթե կարաս չգրես, մի գրի։ Գրի մենակ այն ժամանակ, երբ որ չես կարա չգրես։ Տենց մի հատ ֆրազա կա, որը անընդհատ կրկնում են, մի հատ էլ սովետական բան է այդ։ Մի անգամ էլ մի հատ մաստեր ինձ ասել էր, բան տեքստ էի բերել, բան մի հատ տենց ֆոկին ռեժիսոր կա, свой среди чужой среди своих կինոներ նկարել, դա մեծ ռեժիսոր է, էլի։ Ու բերել է իրան տեքստ, ինքն ինձ ասես միջև գրելը մի հատ նա ինչ սիրունա սպիտակ թուղթ է։ Մի աղաղ իրան։ Այսպես ֆրազներ շատ են սիրում մաստերները, բայց հիմար ֆրազա է, որտեվ այդ արվեստ է, ու բայց նաև արհեստ է։ Ես պետք է իմ գործիքները միշտ սուր պահեմ, որpեսզի ես սուր պահեմ, ես պետք է անverջ գրեմ։ Կարող է ես հիմա լավ իդեա չունեմ, բայց երբ որ ինքը գա, ցանկալի է, որ ես արդեն հմուտ լինեմ։ Բա որտե եմ հմուտ անում, եթե ես անverջ չեմ գրում։ Դրա համար անկախ նրանից դու լավ իդեա ունես թե չէ, դու պետք է անընդհատ քո վրա աշխատես, որ երբ որ իդեան գա, իսկ ինքը կգա։ Դու պատրաստ լինես իրան դիմավորես, էլի։ Կինոն տենց օրենք կա, որ ցանկացած փոփոխությունը կատարվում է արտաքին ու ներքին պատրաստվածության հանդիպման ժամանակ։ Ներքինը քիչ է, արտաքինը քիչ է, իրար հետ պետք է լինի։ Դրա համար ներքին պատրաստվի, արտաքինը կգա։ Դա Լսի բանը, դու Ամերիկա երկար ժամանակ ապրել ես, այնտեղի рэպերների հետ ահագին շփված կլինես, էլի, օրինակից հետաքրքիր էր Թուփակի հետ շփվել ես, թե չէ։ Թուփակի շփվել ես։ Թուփակի երբոր հետ շփվել ես, թե չէ։ Չէ։ Բայց ինքն էլ рэպով զբաղվում ոնց որ Թուփակ ախպեր ունի։ Տենց ինֆո կար, որ ինքը ախպեր ունի։ Չէ։ Չէ, չեմ շփվել Թուփակի ախպերը, չէ, հետաքրքիր հարցեր, բայց չէ։ Լսի բան, իսկ Նազո Բրավո տենց рэպեր ճանաչում ես, ինքն ասել ինձ, որ ինքը Թուփակի ախպեր հետ տալարներ ունի։ Շատ հնարավոր է։ Ինչ հայկական թվա է, չէ՞, Թուփակի ախպերը ճանաչում եմ։ Գարիկ Մարտիրոսյանը գերեսավան է։ Ոչ իրականում շատ ծա։ Բայց Գարիկ Մարտիրոսյանը գերես է։ Լուրջ է ասում։ Ես շուտ կավիդի բատալ մի հատ տղա էր եկել, ասում է ես, բան, հայեր, ասում է ես Գարիկ ասում է ես չեմ ջոկում, սաղը գերես քո գերես։ Քիվ է դες չասանո։ Գարիկ Մարտիրոսյանը էլի рэպ է կարծում։ Կստати։ Ու ոնց է։ Գարիկ Մարտիրոսյանը երաժշտություն ասում։ Բայց ինքը top 10 of rap-ից անում։ Դե հա, իհարկե ինքն էլ ասել, որ Ինչ ատակի համար ընդհանրապես վատ բան չի։ Ինդիա վրա նենց քրիտիկա գնաց մեր տենց պրոգրեսիվ մասեր, բայց ինձ շատ էր դա։ Բայց ինքը իր համար է անում, ոչ մեկի համար չի։ Հավես բան արեց, շատ թույն պրոյեկտ էր։ Ես առաջինը կհեյթեի Գարիկին, որտեղ իր ստենդափ համերգի իմ համար ահավոր բան էր, բայց այս պրոյեկտը լավն էր։ Այդ սուսոս վտֆն շատ հավես բան էր։ Այդ հին բաներն էր իշացնում, ինձ շատ դզած։ Այդ մենք ենք գրել։ Հա։ Գժանոց, ինչ լավ է որ դից դուր այ։ Ես Ֆելոն ու Վարդան Զադյանը, հա։ Շատ լավն էր, շատ մեծ, շատ կայֆ։ Բայց ռեժիսորը Գարիկն էր, էլի, այդ սցենարիստը։ Այդ բան նենց ստիլներ սարքած, որ դու որ եթե դու գիտես production-ի մասին, դու հասկանաս որ լիք փողա թափած, բայց вообще չի երևում։ Որտեղ փողաց ասվել։ Կարևորը որակով անել։ Թե կոմեդի կա рэպի մեջ, թե սեր կա, թե չգիտեմ, տվայտան կա, ճիշտ որ մատուցես բոլորն է կլսեն։ Այդ ճիշտ մատուցելն է էքսպերիենսն է գալի տարիների։ Ճիշտ ես։ Հիմա մեկին ասա որ սիրո մասին рэպ գրի, որը 30 տարի рэպ է գրում, ու մեկը որ 5 տարի է գրում։ Մատ կուզենայի տենայի ինչ մտքեր կարտահայտեին։ Ինչքան կկրկնվեր։ Հետո գիտես ինչ է որ սերը միակողմանի բան չի։ Օրինակ դու կարաս սերը հետազոտես որպես օրինակ շատ հետաքրքիր է որ Sting-ի բանը I'll be watching you երգը ինքը բարի երգ չի, ինքը բարի սիրո մասին չի, ինքը ստալկերական սիրո մասին է։ Կստати այդ առումով բանը Kami Friends-ը բաներ արել, remake remaster-ը արել, որ գնաց հետդ կգամ երգը։
շատ մռայլ արանժիրովկով ու ինքն էր դառնում ստալկերական երգ։ Շատ վախենալու տեքստով։ Որ գնաս այդ կգա վախենալու կինոյի բանը անունը չէ, որ Զամ ասեմ սերն էլ շատ բազմազան կա էգոիստական սեր, երբ որ դու ուրիշ մարդու մեջ քեզ ես սիրում։ Կա այդ ստալկերական սերը, կա այն ցավոտ սերը, կա այն համերաշ սերը, երբ որ դու քո կյանքին գերոջը սիրում 10 տարի հետո, դա էլ է հետաքրքիր։ Վերսիաներ են, էլի սիրո։ Այո։ Ես ուղղակի երբ որ ես ասում եմ լիրիկա, մի քիչ ես դա տենց երկար եմ ասում, բայց իմ համար այդ գիտես կոնկրետ որն է, որ բան տխուր սերը, որ տիպը դու ես քեզ սիրում եմ, դու ինձ չէ։ Այդ թեման, այս սենս նայում ես, տենց рэպեր երևի չկա, որ լիրիկա արած չլինի իր տեքստերի։ Նորմալ, պոետ էլ չկա։ Ինչ պոետ առանց լիրիկա է, դա շատ տարօրինակներ։ Պետք բան է երևի։ Համաձայն եմ։ Ես ընդհանրապես այդ իմ սուբյեկտիվ բանն է, մոտեցումն է։ Էլի ես խոսքի Մայկովսկու բան սիրո մասին բանաստեղծությունները միջև հիմա մեծ հաճույքով կարդամ, դաժե Իսեին կարդամ։ Դա էլ է, իր խնդրեմն է, որ ինքը այնքան շատ է, որ իր վատը միանգամից երևում է։ Բանա ու այնքան արդեն բանես դու դրանով հագեցած ես ու նենց բարձր մակարդակի բաներ ես լսել, որ արդեն մի քիչ դաժե արդեն վախենալու է դրան կպնել, էլի, իսկ մարդիկ շարունակում են անել, ինձ թվում է շատերը չլսելով։ Օրինակ հիմա ես TikTok-ում անդադանում ինչ-որ pop նոր երգեր, որոնք դրա մասին շատ մակերեսային ու ոչ սպეციფიկ։ Այստեղ ես բռնցնում եմ միանգամից խարդախություն։ Bob Burnham-ին գիտես երևի։ Ինքը մի հատ կակրած դրա մասին երգ ուներ, որ ասում է նենց եք նկարագրում աղջկան, որ մաքսիմալ վեգ լինի։ Որ ցանկացած աղջիկը կարա իրան դնի։ Որ պատկերացնի։ Ես արդեն հասկանում որ դա քո սեփական ցավը չես դու ինձ ներկայացնում։ Դու product ես ծախում թինեյջերներին։ Դա արդեն խարդախություն է։ Դե ջղայն արդեն։ Քո մասին չեմ ասում, էլ ընդհանուր եմ ասում։ Երևույթի մասին եմ ասում։ Գիտես ինչ է հետաքրքիր օրինակ կարող ես sense անիմաս հարցեր կողքից ոչինչ գալիս ոչինչ էլի ավելի լավ հարցեր չտաս ես եմ խոսալ ու рэպերը ունի вообще տեխնիկա շնչելու вообще երկիչ ունի շնչելու տեխնիկա դա այդ ֆլոն է էլի այդ բան ռիթմ կոչվածը դու էլ պետք է ինչ-որ որպես քո ձենել է ինստրումենտ էլի բիտի վրա որ նայ ամենը իր ֆլոն ունի, իր պաուզան ունի, որտեղ շունչ քաշի, որտեղ ոնց կեր ինչքան երկար լինի նախադասությունը, որտեղ փոխվի տոնայնությունը, դա բան է։ Սպորտ է, էլի։ Չէ՞։ Սպորտ ես։ Չէ, լավ չեմ շնչում, вообще։ Հա։ Չէ, օրինակ որ բանը երկիչներ կան նկատել եմ, որ շատ են ծխում։ Հա։ Բայց առաջ բանը տենց քիչ էին էլի ծխող։ Ո՞վ ասաց, Ջենի Ժոպլինը։ Հա։ Ես միշտ ասում եմ, որ սխալ է, էլի պետք է չծխես, եթե չէ, խես։ Նայած օպերային, եթե օպերային երգիչ ես, հա։ Հա։ Ես թվում եմ, բայց մնացած տարբեր ձայնային տվյալներ են, չէ՞ պետք։ Այնտեղ կարող է չի խանգարում, ստեղ խանգարում է։ Ինձ թվում է սխալ ընկալում է, երբ որ դու մտածում ես, որ վոկալիստի վոկալի հենց իր մաքսիմալ այդ բանն է, կարողությունն է կարևոր, չէ, համայնքը շատ ավելի կարևոր է։ Լիքը երգիչներ կան, որ վատ են երգում, բայց սաղ աշխարհով հայտնի են, որտեղ գրավում են բանով, էլի, խոսքի, օրինակ։ Տենց որ դա ծխում են, չեն ծխում։ Իրանց գործն է, մի ծխեք։ Ես մի հատ էլի բանի մասին եմ խոսάει, որ ռեպի մի կտոր, որը լրիվ բացակայում է Հայաստանում, ինձ թվում է այդ մեծ խնդրեմա, որ ինքը բացակայում է, այդ versus battle-ների կտորը, բիֆերի ակտիվ կտորը, որտեվ ինձ թվում է իր նշանակությունը մշակույթի համար այն է, որ ինքը կոնֆլիկտը բերում է արվեստի դաշտ։ Չնայած հին ժամանակները խոսքի չգիտեմ շատ տխուր բիֆեր կային, որ խոսքի նույն Թուփակի ու Բիգի բիֆը, որը երկուսի մահով ավարտվեց, դրա մասին չեմ ասում, այլ ասում եմ, երբ որ հենց մշակույթային պայքար է, երբ որ մենք սկիլով ենք արդեն փորձում։ Այստեղ դա չկա, այս վերջում պետք է իրար տենան, էլի։ Հա, ցավոք սրտի։ Ինչ հետաքրքիր կլիներ, որ այդ Քուչի բազարը դառնար հենց rap versus-ի stay brand-ը։ Հա։ Որ մենք ոնց որ բազար անենք իրար, որտեվ ես դու որ չգիտեմ, բազդակցել ես դու շատ այդ Strasbourg-ին կամ ինչ-որ բան, ես տեղ եմ դե մեծացել, դրանով սաղ անցել եմ ու նենց դեպքեր, երբ որ դու գնում ես շատ վատ աղջկա թեմայով բազարի, ու ընթացքում դե մի հատ նես կերպար է գալի, ինքը մի երկու հատ կատակ է ասում, ու թեման փակ։ Չես կարող այլ կռիվ անես, ասել ինքը այնքան խնդալու բան է, որ սա մենք էլ տղեկ չենք, մենք տղաներ ենք դառնում, որոնք պրոստը խնդում են, մալչիշկի, էլի, սա վիճակա։ Ու այդ սաղ կերպարները ես իրանց շատ եմ ուզում որ իրան գան ստենդափ առաջին, ու երկրորդ ես ուզում որ այդ մշակույթը բերվի խոսքի այդ versus battle-ին կպնի, ինչ գեղեցիկ բան կստացվի, էլի։
ես ուղղակի չեմ հասկանում ինչի է բացակայում versus battle հա որոց ջղային ազգ են խիր արդ չեն կարող ելնեք versus battle-ների կլինի versus battle չգիտեմ պետք է рэպերները շատանան քանակի խնդիր է հա որովհետեւ community-ը բայց Հայաստանում կա рэպերների քանակի խնդիր քո մտածելով կամ միշտ կարող ավելի շատ լինի ավելի որակով բայց հիմա կայֆ բաներ օրինակ լեզուն դու նայում ես հա մասնակցել եմ լեզուն հա դու մասնակցել կներես այդ որտեվ ես վերջերս մի քանի թողարկումն եմ նայել ու ինձ շատ դզեց որտեվ այն հին բան այդ MTV vibe-ն է տա որովհետեւ բան էլի freshman-ներին են ներկայացնում հներին են ներկայացնում շատ կայֆ բան է ինձ մի քիչ չի դզում քննարկման պահը որտեվ մեծամասնությամբ sense դե լավն էր բան sense մենք ոնց որ մշակույթի բասի խոսալ չգիտենք վառ էմոցիաներով էլի այս իմ ուղեղը տրաքսրեց երբ էս բան լսեմ վեր այստանում սա play it cool են անում էլի տիպը դե նորմալ է դե ոչ մեկի չի ուզում է երևի վիրավորացան են իրար որ էլի մի վիրավորի բայց եթե դուրը տեկել է սպეციფიկ նկարագրի ինչն է դուրը տեկել մի քիչ սովորացրա ուրիշ մարդկանց էլ օրինակ գիտես ոնց է երաժիշտներին երբ որ դասական երաժշտություն են սովորացնում են ակորդների մասին մտածել գիտես ոնց օրինակ կա մաժոր ակորդը որը ուրախ է մինոր ակորդ որը տխուր է այդ բոլոր երաժիշտները գիտեն բայց իրանք ասում են ուրիշ էմոցիաներ վերագրի օրինակ այսի ոնց որ անձրևի ձենը լինի այս ակորդը ու հետո դրանից որ դու էմոցիան կպցնում ես ակորդին դու հետո կարաս էմոցիաներով երաժշտություն գրես իսկական էմոցիոնալ երաժշտություն այդ էմոցիոնալ բաղադրիչը մեր մշակութային քննարկման մեջ ոչ միայն рэպում ընդհանրապես լրիվ բացակայում է մարդիկ վախում են նույնիսկ լավ կարծիք արտահայտեն որտեվ ես օրինակ կարամ ասեմ ես լսեցի լեզուում աշին ու ինքը ինձ բեսամ դզեց իր ֆլոուն, իր տեսքը, իր ամեն ինչը ես լսեցի իր 5 գործեջոկից որ ինքը փոփոխությունն է ապրել վերջես ու այս վերջի փոփոխությունն դզում է ու հիմա դու ինձ որպես рэպ գիտա կարող ասես աշ դու ուղղակի խաբար չես նա սամդելի sense այս երկրորդական product-ը ասենք թե ու ես դրանից նեղվեմ բայց ես չեմ նեղվի ես չգիտեմ դու ինձ սովորացրա բայց այս բային ես այսենց էմոցիաներ եմ ապրել Ինչ չի տակլում օբյեկտիվությունը արվեստի մեջ։ Մարդիկ փորձում են օբյեկտիվ ինձ նկարագրեն խիայսի լավը կամ վատը։ Քեզ ինչ էմոցիաներ է այս տվել։ Դու ինչ ես զգացել, երբ որ դու այնց է հետաքրքիր։ Այդի բացակայում է, այդ նույն լեզուում ես այդ կուզենայի տենայի, որ իրանք մի քիչ էմոցիաներից խոսեն իրանց։ Բայց սա դա տենց ծանր տղեկ են։ Դու էմոցիոնալ մարդ ես։ Քեզ համարում բավականին։ Հա։ Օրինակ կինո նայելուց լացում ես։ Պահալում, հա, ամեն անգամ չէ, բայց առաջի անգամ գիքորն եմ լացել։ Որովհետեւ գիքորը բոլորն էլ ասում են, դες մարդ չեմ ճանաչում, որ գիքորը նայի ու դիշ տենց թեթև արցում չգա։ Ոչ թե տենց որ դեսիմ աղջիկը մեռավ տղեն մեռավ տենց լացեմ, տենց չէ, կարող անեն սիրուն կադր ու էմոցիա ու վարքյան ու ինչ որ բան բռնացրած լինի ռեժիսորը, որ շատ հուզիչ լինի, ոնց ասում են, հուզիչ կադր։ Երկի մեջ էլ է նույնը իմ մոտ երկ լսելուց կարող է տենց թեթև էմոցիաներ բերի, հա։ Ես անցած ոդկասթին պատմում եմ, ես Միքայել Ոսկանյանի համերգին եմ եղել Ուրխանում ու լացել եմ գեղեցկությունից։ Բայց դու գիտես Միքայել Ոսկանյանն, այո։ Դու գիտես որ իր կլավիշնիկը Էդոյի աղբերն է, Փեշպանջանը, այո։ Իմ համար այդ երկու աղբերը նես տարօրինակ երևույթ են, որ լավ ընկերն եմ, մենք իրար հետ նվագում ենք Իրանք այդքան տաղանդավոր երաժիշտ են, բայց այդքան տարբեր են իրանք։ Ոնց է երկու աղբեր, սա երկու ճանապարհ գրասել եմ այդ իմացա որ աղբեր են։ Շատ հետաքրքիր բան է պատմում։ Ասենք նախորդ հյուրի հարցին։ Նախորդ մեր հյուրը քեզ տվել է հետևյալ հարցը թվարկի 5 գիրք որոնք որ դու կարդացել ես ու խորհուրդ կտաս մարդկանց կարդալ Oh boy okay Siddhartha German Guess վնասացի ռելիգիոսներ գրքել են Bushido Սամուրայների գիրքը Alchemist Сто лет одиночества մնաց մի հատ մեկը Մայլս Դեվիսի բիոգրաֆիա նվերը փոխանցենք Աշջան դու փոխանցի էլի Նա որտե՞ղ ով էր նախորդ հյուրը Վարդգես Հովեյանը Fairwind խմբի Դեսի ինձ որ ասացիր մի փոքր նվեր բեր ես չհասկացա դու չափսով փոքրի նկատ ունեիր թե համեստ ոնց հարմար է որտեղ է սիմվոլիկ բնույթ է էլի գրում Ընդհանրապես կապ չունի, այս երևի ամենամեծ նվերներից է որ եղել է։ Հա, կարաս նայես ինչա։ Շնորհակալ եմ շատ։ Վարդգեսը դե բաներ, ինքը
Կարասի brand manager-ն է։ Արդեն բարձր չէ, մեջ ինչ պետք է լինի նվեր։ Ես շատ լավ դա։ Ռասմերի ձևաներից։ Մերսի շատ։ Այս բավականին նվեր է։ Չէ, հիմա համեստ նվեր է, հիմա հա, ով է մյուս հյուրը գիտեք, թե մենք դեռ չգիտենք։ Չէ։ Այս իմ Բրուս Լի կոլեկցիայից է, որը շատ քիչ է մտերից մի բան փոխում, Շատ անձնական բա, հա, Սնաչոկա, Միստր Լիով, սա։ Այս դու կրել ես, հա։ Այս չէ, ես ունեմ Բրուս Լիից տարբեր բաներ, դիալոգներ, Սնաչոկներ, նկարներ, գրքեր։ Ես չեմ կոլեկցիան է։ Ես չեմ կարա չհասնեմ, դու նեղվել ես այդ Տարանտինոյի однажды գալի։ Ոչ թե կրվի համար, այլ որ նման չէր ընդհանրապես։ Մենակ նման էր խոսում։ Հա։ Բայց նման չէր շարժվում, կարեն ավելի շատ ճկուն, հա։ Որտեղ հետո Ջո Ռոգանի մոտ իրանք քննարկում էին, որ Բրուսը շատ մեծամիտ էր իսկականից։ Հա, մեծամիտ էր ու տեղուն էր։ Համաձայն եմ, հա, ինքը շատ մեծ ճանապարհ էր անցա։ Ոնց էր քեզ դուր եկավ ոդքասթը։ Չէ, հետաքրքիր է։ Ամեն մի ոդքասթ իր vibe-ը ունի, ամեն անգամ չեմ կարա նույնը լինեմ, այսօր էլ սենց էր, բայց շատ հետաքրքիր էր։ Ինձ թվում է արդեն վերջացնենք, դեմ որը որ վրադես։ Շատ շնորհակալություն, շատ շնորհակալություն, որ եկել էիր, շատ հետաքրքիր ոդքասթ էր, որտեղ ես ավելի շատ եմ երևի խոսում։ Ես քեզ բացահայտեցի։ Մենք էլ երևի կշփվենք առանձին լիքը։ Մենք գտնվում ենք Green Room bar-ում, դուք նայում եք աղբորպես ոդքասթը, բաժանորդագրվեք անպայման, շնորհակալություն, որ դիտում եք, կհանդիպենք մյուս անգամ։